Երբե մտածել եք, թե որքան հեռու կարող է գնալ որևէ մեկը, պաշտպանելու համար այն, ինչ սիրում է։ Մի մռայլ կեսօրին տապանաքարի առջ տեղի ունեցած անսպասելի հանդիպումը բացահայտում է մի գաղտնիք, որը փոխում է ամեն ինչ։ Երբ անցյալն ու ներկան բախվում են, մի երեխա դառնում է կապող օղակը զղջման քավության միջ։ Սակայն այն, ինչ թվում է նոր հնարավորություն, շուտով վերածվում է վտանգավոր խաղի, որտեղ սերն ու վերահսկողությունը միահյուսվում են։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասացեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակենք։ Երանի երկինքը հունիսյան այդ առավոտը ծանրացել էր, խիտ ամպերը կարծես մոխրագույն վերմակի պես կախվել էին շենքերի վրա։ Վարդան Վարդանյանը դիտում էր քաղաքը իր գրասենյակի 18-րդ հարկի պատուհանից, ձեռքերը մեջքի հետում խաչած, անթերի կոստյումն ընդգծում էր նրա ուղիղ կեցվածքը, մի մարդու, որ երբեք չէր սովորել խոնարհվել որևէ մեկի առջ։ 63 տարեկանում նա մի կայսրության տեր էր, որը սկսվել էր Շենգավիթ թաղամասի մի փոքր շինարարական ընկերությունից վերածվել պողպատի ու բետոնի կոնգլոմերատի, որը պատասխանատու էր երկրի ամենահեղինակավոր երկնաքերներից մի քանիսի կառուցման համար։ Նրա անունը հարգանքով էին արտասանում կորպորատիվ միջանցքներում, վախով, բանակցությունների սենյակներում, հիացմունքով, բիզնես ամսագրերում, որոնք տպագրում էին նրա լուսանկարը, իշխանության փառասիրության մասին վերնագրերի կողքին։ Բայց այդ առավոտ, ինչպես ամսվա ամեն երրորդ հինգշաբթի, Վարդանը չէր մտածում պայմանագրերի, միաձուլումների կամ շահույթների մասին։ Նա մտածում էր Կարենի, իր միակ որդու մասին, որին կորցրել էր ուղիղ 3 տարի, 2 ամիս 17 օր առաջ։ Վթարը դեռ բաց վերք էր, մի դատարկություն, որը ոչ մի գումար չէր կարող լցնել։ Կարենը մեքենան վարում էր Հրազդանի կիրճի ճանապարհով, երբ անձրոտ գիշերը կորցրել էր մեքենայի կառավարումը։ Ասում էին, որ ամեն ինչ արագ է եղել, որ նա չի տանջվել, բայց Վարդանը գիտեր, որ այդ խոսքերը պարզապես դատարկ մխիթարանք են մնացածների համար։ Ցավը նրանն էր, մեղքի զգացումը նրանը, ողբերգության ոչ մի մեղմացված տարբերակ չէր փոխի այն փաստը, որ նա երբեք չէր եղել այն հայրը, որը պետք է լիներ։ Վարդանը վերցրեց աթոռին կախված մուգ վերարկուն քարտուղարուհուն տեղեկացրեց, որ մինչ երեկո դուրս կլինի։ Կինը գլխով արեց, ոչինչ չհարցնելով, քանի որ արդեն սովոր էր այդ ամսական ծեսին, որը կրկնվում էր ժամացույցի ճշգրտությամբ։ Վարորդը սպասում էր ավտոտնակում, մեքենան փայլում էր ստորգետնյա սառը լույսերի տակ։ Դեպի Թոխմախի գերեզմանատուն ճանապարհը միշտ լուռ էր, միայն երանյան երթեքու թյան խուլ ձայն էր ներթափանցում փակ պատուհաններից։ Վարդանը դուրս էր նայում, իրականում ոչինչ չտեսնելով, կորած հիշողությունների մեջ, որոնք տատանվում էին զղջման կարոտի միջ։ Երբ Կարենը փոքր էր, Վարդանը մշտապես ճանապարհորդում էր, գործարքներ կնքում, ընկերությունն ընդլայնում։ Նա հավատում էր, որ բացակայությունը անհրաժեշտ գին է որդու համար ապահով ապագա երաշխավորելու, ամուր ժառանգություն թողնելու համար։ Բայց տղան մեծացավ առանց հոր ներկայության, դաստիարակվելով դայակների, մասնավոր ուսուցիչների, ամենից շատ մոր կողմից, որը մահացավ, երբ Կարենը ընդամենը 15 տարեկան էր։ Դրանից հետո հոր-որդու միջ հեռավորությունը վերածվեց անդունդի։ Վարդանը փորձել էր տղային ձավորել իր նմանությամբ, ստիպելով նրան պատասխանատվություն ստանձնել ընկերությունում, հաճախել ճիշտ համալսարաններ, ծանոթանալ ճիշտ մարդկանց հետ։ Կարենը հնազանդվում էր, բայց մի տխուր լռությամբ, որը Վարդանը երբեք չկարողացավ վերծանել։ Մինչ որ շատ ուշ եղավ։ Գերեզմանատունն այդ ձմեռային օրը դատարկ էր, միայն մի քանի մարդ էր քայլում մարմարե գրան։ Իտե ծառուղիներով։ Վարդանը գնաց այն ճանապարհով, որն անգիր գիտեր, մինչ ընտանեկան դամբարանը, բաց գույնի քարից մի վեհաշուկ կառույց, զուսպ վիտրաժներով ոսկե տառերով փորագրված Վարդանյան ազգանունով։ Դա հարստության կարգավիճակի հուշարձան էր, բայց նա մշտական հիշեցում այն ամենի մասին, ինչը փողով հետ գնել հնարավոր չէր։ Մոտենալիս Վարդանը նկատեց, որ ինչ-որ բան այն չէ։ Այնտեղ ինչ-որ մեկը կար, ծնկի եկած սառը քարե հատակին, Կարենի տապանաքարի առջ։ Մի նիհար երիտասարդ կին, հագին հնամաշ բաճկոն, որը ժամանակին կապույտ էր, բայց հիմա մոխրագույնի խամրածի միջ անորոշ գույն ուներ, գրկին պահում էր ծածկոցներով փաթաթված մի բան։ Վարդանը կանգ առավ մի քանի մետր հեռավորության վրա, զայրույթը բարձրանում էր կրծքում։ Ո՞վ էր այդ անկոչ հյուրը։ Ինչ էր անում այնտեղ, պղծելով իր ընտանիքի սուրբ տարածքը։ Երիտասարդ կինը ցածրաձայն լաց էր լինում, մարմինը առաջ ու հետ օրորելով, կարծես թանկագին մի բան էր օրորում։ Հենց այդ պահին Վարդանը ծածկոցների միջից տեսավ դեմքի մի փոքրիկ կտոր, մի փոքրիկ երեխա, նույնքան նիհար, որքան մայրը հս. կայական մուգ աչքերով, որոնք դանդաղ թարթում էր։
Գործարարը զգաց, թե ինչպես զայրույթի ալիքը բարձրացավ կոկորդով։ Նա մոտեցավ վստահ քայլերով, ձայնը հնչեց խիստ իշխանական. «Ո՞վ եք դուք։ Ինչ եք անում այստեղ»։ Երիտասարդ կինը վախեցած բարձրացրեց դեմքը, արցունքները հետքեր էին թողել գունատ այտերին։ Նա 23-24 տարեկանից ավել չէր լինի, շագանակագույն մազերը անփույթ հավաքված էին, իսկ դողացող ձեռքերով սեղմում էր ծածկոցը կրծքին։ Ես եկել եմ այցելելու իմ դստեր հորը։ Խոսքերը Վարդանի վրա թափվեցին սառը ջրի դույլի պես։ Նա բացեց բերանը, բայց ոչ մի ձայն դուրս չեկավ։ Երիտասարդ կինը շարունակեց, ձայնը խեղդված, բայց վճռական. «Ձեր որդուն, պարոն. Կարենին. նա էր նրա հայրը»։ Սուտ է, կարողացավ ասել Վարդանը, բայց խոսքը նույնիսկ իր ականջներին դատարկ հնչեց։ Կինը ձեռքը տարավ բաճկոնի գրպանը հանեց մի ճմրթված լուսանկար, ժամանակից արցունքներից խամրած։ Դողացող մատներով մեկնեց Վարդանին։ Նա վերցրեց թուղթը, աշխարհը կարծես թեքվեց նրա ոտքերի տակ։ Լուսանկարում Կարենը ժպտում էր, մի անկեղծ ժպիտ, որը Վարդանը հազվադեպ էր տեսել որդու կյանքի վերջին տարիներին։ Նա հագել էր հասարակ շապիկ, ջինս, նստած էր հին բազմոցին, գրկին պահելով մի մանրիկ երեխայի։ Նրա կողքին նույն երիտասարդ կինն էր, որն այժմ ծնկի էր եկել գերեզմանատանը, նա էլ էր ժպտում, գլուխը հենած նրա ուսին։ Լուսանկարի հակառակ կողմում մի ձեռագիր, որը Վարդանն անմիջապես ճանաչեց, Կարենի ձեռագիրն էր, ասում էր. «Մարիամ Հելեն, իմ ամբողջ աշխարհը»։ Վարդանը նայեց երիտասարդ կնոջ գրկի երեխային, իսկապես նայեց առաջին անգամ։ Աղջիկը պետք է մոտ 3 տարեկան լիներ, գուցե մի փոքր ավելի, ուներ նույն նշած աչքերը, ինչ Կարենինը, քթի նույն կորությունը, դեմքի նույն ձը, որը Վարդանը տեսնում էր հին լուսանկարներում, երբ որդին փոքր էր։ Անհնար էր ժխտել։ Այդ երեխան կրում էր Վարդանյանների արյունը, մի տոհմի շարունակությունն էր, որը Վարդանը կարծում էր, թե մահացել է որդու հետ միասին։ Մարիամ, ներկայացավ երիտասարդ կինը թույլ ձայնով, հասկանալով, որ Վարդանը սկսում է հասկանալ։ Ես Կարենին ճանաչում էի 8 տարի։ Ես մատուցողուհի էի աշխատում նրա համալսարանի մոտ գտնվող սրճարանում։ Մենք սիրահարվեցինք։ Վարդանը զգաց, որ ոտքերը թուլանում են, նստեց դամբարանի կողքի քարե նստարանին, դեռ ձեռքին պահելով լուսանկարը։ Մարիամը շարունակում էր խոսել, խոսքերը դուրս էին հորթում, կարծես պետք է ամեն ինչ պատմեր, մինչ քաջությունը կորցներ։ Նա ոչ ոքի չէր պատմում իմ մասին, ես գիտեմ։ Ասում էր, որ դուք երբեք չեք ընդունի։ Որ դուք ուզում էիք, որ նա ամուսնանա իր սոցիալական մակարդակի մեկի հետ, մեկի, ով կօգներ բիզնեսում։ Բայց մենք իրար իսկապես սիրում էինք, պարոն։ Կարենը հրաշալի հայր էր։ Այցելում էր մեզ, երբ կարողանում էր, տակտիրներ, ուտելիք, խաղալիքներ էր բերում։ Հելենը ծնվել էր նրանից 2 տարի առաջ։ Վթարից առաջ։ Նա 1.5 տարեկան էր, երբ Կարենը մահացավ։ Իսկ դուք երբեք ինձ չեք փնտրել, հարցրեց Վարդանը, ձայնը ավելի խիստ հնչեց, քան ուզում էր։ Երբեք չեք մտածել, որ ես իրավունք ունեմ իմանալու, որ թոռնուհի ունեմ։ Մարիամը գլուխը կախեց, ամաչելով։ Ես փորձել եմ, պարոն։ Ես 3 անգամ եկել եմ ձեր ընկերություն։ Բայց երբեք չկարողացա անցնել ընդունարանից։ Ասում էին, որ դուք առանց պայմանավորվածության ոչ ոքի չեք ընդունում, որ պետք է նամակ ուղարկեմ, բացատրելով այցելության պատճառը։ Ես լավ գրել չգիտեի, պարոն։ Հազիվ եմ միջնակարգ դպրոցն ավարտել։ Մտածեցի, որ կծիծաղեն ինձ վրա, որ ինձ ստախոս, խաբեբակ անվանեն։ Ու հանձնվեցի։ Վարդանը նայեց նրան, նրա հնամաշ հագուստին, մաշված կոշիկներին, երեխային, որը հագել էր կարկատած կոմբինեզոն։ Ամոթի ալիք անցավ նրա միջով, բայց արագ փոխարինվեց մեկ այլ, ավելի բարդ զգացումով։ Դա զայրույթի, տիրակալության սարսափի խառնուրդ էր, գիտակցելով, որ իր արյունը, Կարենի հետ իր միակ կենդանի կապը, աճում էր թշվառության մեջ։ Որտեղ եք ապրում, հարցրեց նա, ձայնն այժմ ավելի զուսպ էր։ Մարիամը տատանվեց, գծեց ստորին շուրթը։ Մենք հիմա հաստատուն տեղ չունենք, պարոն։ Ես աշխատանքս կորցրի, երբ Կարենը մահացավ։ Չկարողացա վարձը վճարել։ Մի որոշ ժամանակ ծանոթների մոտ մնացինք, բայց չի կարելի չարաշահել ուրիշների բարությունը, չէ՞։ Այնպես որ մնում ենք ապաստարաններում, երբեմն ժամանակավոր կացարաններում։
Այստեղ այնտեղ պատահական աշխատանքներ եմ անում, որը բավարարում է Հելենի համար ուտելիք գնելուն։ Նա միշտ առաջինն է ուտում, պարոն։ Միշտ։ Վարդանը զգաց, որ ստամոքսը շրջվում է։ Այն միտքը, որ իր թոռնուհին, Վարդանյան կայսրության ժառանգորդուհին, քնում է ապաստարաններում, կարիքի մեջ է, աճում է առանց արժանապատվության նվազագույն պայմանների, անտանելի էր։ Բայց մինույն ժամանակ նրա մտքի սառը հաշվարկող մասն արդեն աշխատում էր, գնահատում իրավիճակը, պլանավորում հաջորդ քայլերը։ Նա նայեց Մարիամին մի արտահայտությամբ, որը փորձում էր կարեկցական թվալ։ Դուք երեխան չեք կարող այսպես շարունակել ապրել։ Դա արժանապատիվ չէ։ Դա ճիշտ չէ։ Մարիամը բարձրացրեց աչքերը, հույսի մի կայծ փայլեց այնտեղ։ Ես անում եմ ամեն ինչ, ինչ կարող եմ, պարոն։ Ես իմ դստերը ամեն ինչից շատ եմ սիրում։ Ես ուղղակի կուզենայի, որ Կարենն այստեղ լիներ, տեսնելու, թե ինչպես է նա գեղեցիկ, խելացի մեծանում։ Նա իմ թոռնուհին է, ընդհատեց Վարդանը, խոսքերը դուրս եկան մի ծանրությամբ, որը օդն ավելի խիտ դարձրեց։ Նա իր արյան մեջ կրում է Վարդանյան ազգանունը, նույնիսկ եթե թղթի վրա չի կրում։ Դա ինչ-որ բան նշանակում է։ Նշանակում է, որ նա արժանի է ավելիին, քան այն կյանքը, որը դուք կարող եք առաջարկել։ Մարիամը գունատվեց, Հելենին ավելի ամուր գրկելով։ Դուք ասում եք, որ ես լավ մայր չեմ։ Ես դա չեմ ասում, պատասխանեց Վարդանը, խնամքով ընտրելով յուրաքանչյուր բառ։ Ես ասում եմ, որ դուք անում եք լավագույնը, ինչ կարող եք ձեր ունեցած միջոցներով։ Բայց ես կարող եմ ավելին առաջարկել։ Շատ ավելին։ Որակյալ կրթություն, առողջապահություն, անվտանգություն, երաշխավորված ապագա։ Մարիամը գլուխը թափահարեց, արցունքները նորից սկսեցին հոսել։ Ես չեմ հրաժարվի իմ դստերից, պարոն։ Նա իմ ունեցած ամեն ինչն է։ Այն ամենը, ինչ մնացել է Կարենից։ Ոչ ոք չի խոսում նրան ձեզնից խլելու մասին, ստեց Վարդանը, ձայնը մեղմ համոզիչ։ Ես խոսում եմ ձեզ երկուսիդ օգնելու մասին։ Երաշխավորելու, որ իմ թոռնուհին ունենա այն ամենը, ինչ ին արժանի է։ Դուք դա չեք ուզում նրա համար։ Մարիամը նայեց Հելենին, երեխայի նիհար դեմքին, աչուկներին, որոնք նրան նայում էին բացարձակ վստահությամբ։ Ինչ չէր տանա, որպեսզի կարողանար դստերը ավելի լավ կյանք առաջարկել։ Ամեն օր ուտելիք, տաք անկողին, խաղալիքներ, գրքեր, դպրոց։ Այն ամենը, ինչ ինքը երբեք չէր ունեցել։ Ինչ եք առաջարկում։ Վարդանը ոտքի կանգնեց, ուղղելով կոստյումը։ Եկեք ավելի լավ խոսենք։ Ոչ այստեղ։ Ես իմ վարորդին կուղարկեմ ձեզ վաղը վերցնելու։ Դուք կարող եք հասցե կարդալ։ Մարիամը գլխով արեց, նվաստացած։ Այո, պարոն։ Հրաշալի։ Նա գրպանից հանեց մի այցեքարտ հակառակ կողմում ինչ-որ բան գրեց։ Սա իմ գրասենյակի հասցեն է։ Ժամը 2-ին։ Մենք սա կլուծենք քաղաքակիրթ ձով, մտածելով Հելենի համար լավագույնի մասին։ Համաձայն եք։ Մարիամը դողացող մատներով վերցրեց այցեքարտը գլխով արեց, որ այո։ Վարդանս մեկ անգամ նայեց թոռնուհուն, մտապահելով այդ դեմքի յուրաքանչյուր գիծ, որն այնքան նման էր մանուկ Կարենի դեմքին, շրջվեց գնալու։ Հեռանալուց առաջ հետ նայեց։ Եվ Մարիամ, չուշանաք։ Սա չափազանց կարևոր է։ Երբ նա հեռացավ, Մարիամը կես ժամ նստեց այնտեղ, նայելով Կարենի տապանաքարին, սառը քարի վրա փորագրված անվանը։ Նա համբուրեց Հելենի ճակատը ցածրաձայն շշնջաց. Հայրիկդ լավ մարդ էր, իմ սեր։ Եվ կարծում եմ, որ նրա պապիկն էլ կարող է լինել։ Մենք պարզապես պետք է հավատանք, որ ամեն ինչ կլավանա։ Բայց մինչ Մարիամը սնուցում էր այդ փոքրիկ հույսը, Վարդանն արդեն մեքենայում էր, բջջային հեռախոսը սեղմած ականջին, խոսում էր անանձնական օբյեկտիվ տոնով. Սուրեն, պետք է, որ իմ համար մի հետաքննություն անես։ Ամբողջական։ Մի երիտասարդ կին, Մարիամ անունով, մոտ 23-24 տարեկան, ասում է, որ հարաբերություններ է ունեցել իմ որդու հետ։ Պետք է ամեն ինչ իմանամ։ Որտեղ է ապրել, որտեղ է աշխատել, ֆինանսական, քրեական պատմությունը, ամեն ինչ։ Եվ ես ուզում եմ ԴՆԹ-ի զգույշ թեստ։ Ես Կարենի նմուշները պահպանված ունեմ։ Դու գիտես, ինչ անել։ Գծի մյուս կողմում մասնավոր քննիչը, որն աշխատում էր Վարդանի համար ավելի քան 10 տարի, հաստատեց, որ ամեն ինչով կզբաղվի։ Վարդանն անջատեց հեռախոսը, մնաց պատուհա։
Նից դուրս նայելիս, դեմքը փակ։ Նա այն մարդը չէր, որն ընդունում էր անակնկալներ, առավելս թույլ տալիս, որ այնպիսի կարևոր բան, ինչպիսին թոռնուհու գոյությունն է, տեղի ունենա իր վերահսկողությունից դուրս։ Եթե այդ երեխան իսկապես իր արյունից լիներ, նա կաներ այն, ինչ անհրաժեշտ էր երաշխավորելու, որ նա մեծանա որպես իսկական Վարդանյան։ Եվ եթե դա նշանակում էր հեռացնել այդ անպատշաճ մորը, այդպես էլ կլիներ։ Վարդանը միշտ պրագմատիկ էր եղել։ Միշտ արել էր այն, ինչ պետք էր, նույնիսկ երբ ցավոտ էր։ Հաջորդ օրը Մարիամն արթնացավ քաղաքի ծայրամասում գտնվող ապաստարանի մի անկյունում, մարմինը ցավում էր ցեմենտե հատակին փռված բարակ ներքնակի վրա քնելուց։ Հելենը դեռ քնած էր, կուչ եկած նրա կողքին, Մարիամը զգույշ էր, որ չարթնացնի դստերը, երբ ոտքի կանգնեց։ Նա լվաց դեմքը ընդհանուր լվացարանում, սանրեց մազերն ինչպես կարողացավ, հագավ իր ունեցած ամենակիչ մաշված հագուստը, մի ջինս, որը ժամանակին սեր, սպիտակ բլուզ, որը նախորդ գիշեր ձեռքով լվացել էր։ Նա Հելենին հագցրեց իրենց ունեցած ամենագեղեցիկ զգեստը, որը մի հարանուհի էր նվիրել ամիսներ առաջ, նրանք դուրս եկան ավտոբուս նստելու։ Դեպի կենտրոն ճանապարհը տեց գրեթե 2 ժամ, Հելենը քնում էր նրա գրկին, մինչ ավտոբուսը ցնցվում էր փոսերով լի փողոցներով։ Մարիամը նայում էր պատուհանից, տեսնելով, թե ինչպես է քաղաքը փոխվում իրենց շուրջը, աղքատ թաղամասերը տեղի էին տալիս բարձրահարկ ապակեպատ շենքերին, բրենդային խանութներին, ներկրված մեքենաներին։ Դա մի աշխարհ էր, որը նա ճանաչում էր միայն հեռվից, մի աշխարհ, որտեղ երբեք չէր պատկերացրել, որ իրեն թույլ կտան մտնել։ Երբ նրանք հասան նշված հասցեին, Մարիամը մի ամբողջ րոպե կանգնած մնաց մայթին, վեր նայելով հայելապատ շենքին, որը կարծես դիպչում էր երկնքին։ Համազգեստով մի դռնապան կասկածանքով նայեց նրան, մինչ նա ցույց տվեց Վարդանի տված այցեքարտը։ Նա ստուգեց ցուցակը, զանգահարեց, վերջապես թույլ տվեց մտնել։ Վերելակը պատված էր հայելիներով այնքան արագ էր բարձրանում, որ Մարիամը զգաց, թե ինչպես է ստամոքսը շրջվում։ Հելենը լայն բացված աչքերով նայում էր ամեն ինչին, դիպչում իր արտացոլանքին քիչ-քիչ ծիծաղում։ Երբ դռները բացվեցին, 18-րդ հարկում մի էլեգանտ քարտուղարուհի սպասում էր նրանց, ժպտալով քաղաքավարի, բայց հեռու ձով։ Տիկին Մարիամ, պարոն Վարդանյանը ձեզ է սպասում։ Նրանց ուղեկցեցին լայն միջանցքով դեպի մի հսկայական սենյակ, որի մի ամբողջ պատը ապակուց էր նայում էր ներքում գտնվող քաղաքին։ Վարդանը նստած էր կարմրափայտի սեղանի հետում, թերթելով մի քանի թղթեր։ Նա ոտքի կանգնեց, երբ նրանք ներս մտան, նստելու նշան արեց։ Մարիամ, լավ է, որ եկաք։ Իսկ սա Հելենն է։ Նա մոտեցավ կռացավ մինչ երեխայի հասակը։ Հելենը հետաքրքրությամբ նայեց նրան, առանց վախի, Վարդանը զգաց, որ ինչ-որ բան շարժվեց իր կրծքում, մի տարօրինակ զգացում, որը վաղուց չէր ապրել։ Դա նման էր նորից Կարենին նայելուն, կարծես ժամանակը հետ էր գնացել նրան երկրորդ հնարավորություն տվել։ Բար, Հելեն, ասաց նա, ձայնը զարմանալիորեն մեղմ։ Դու շատ գեղեցիկ աղջիկ ես։ Հելենը ժպտաց դեմքը թաքցրեց մոր ուսին։ Վարդանը վերադարձավ սեղանի հետ մի թղթապանակ մղեց դեպի Մարիամը։ Ես հրամայել եմ համաձայնագիր պատրաստել։ Ամեն ինչ այստեղ է։ Հիմնականում, ես առաջարկում եմ համատեղ խնամակալություն։ Դուք մնում եք մայրը, բայց ես մասնակցում եմ Հելենի կյանքի կարևոր որոշումներին։ Կրթություն, առողջապահություն, բնակարան։ Փոխարենը, ես կերաշխավորեմ, որ դուք ունենաք արժանապատիվ տեղ ապրելու, որ Հելենը հաճախի լավ դպրոցներ, որ դուք այլս երբեք կարիքի մեջ չլինեք։ Մարիամը նայեց թղթապանակին, կարծես թունավոր օձ լիներ։ Ես չգիտեմ կարդալ այս դժվար բաները, պարոն։ Շատ բարդ բառեր կան։ Վարդանը նշան արեց քարտուղարուհուն, որը ներս մտավ մոխրագույն կոստյումով մի տղամարդու հետ։ Սա դոկտոր Մանուկյանն է, իմ փաստաբանը։ Նա ձեզ ամեն ինչ կբացատրի, կետ առ կետ։ Հաջորդ ժամվա ընթացքում Մարիամը լսում էր բացատրություններ կետերի, իրավունքների, պարտականությունների մասին։ Ամեն ինչ այնտեղ էր, տպագրված ֆիրմային բլանկի վրա, թվում էր պաշտոնական վախեցնող։ Փաստաբանն օգտագործում էր բառեր, որոնք նա հազիվ էր հասկանում, բայց էությունը պարզ էր թվում։ Նա կպահեր դստերը, բայց Վարդանը ձայն կունենար որոշումներում։ Դա այնքան էլ վատ չէր թվում։ Թակարդի նման չէր։ Երբ վերջապես ստորագրեց, ծանր գրիչը դողում էր ձեռքին, Վարդանը ժպտաց։ Դա փոքր, գրեթե աննկատ ժպիտ էր, բայց այն կար։ Նա մի ծրար մղեց նրա կողմը։ Ահա առաջին փոխանցումը։
5,000 դրամին համարժեք գումար։ Բավական է, որպեսզի դուք պատշաճ տեղ վարձեք գնեք այն, ինչ անհրաժեշտ է։ Ամեն ամիս ես ավելին կփոխանցեմ։ Դուք կունենաք բանկային հաշիվ, քարտ։ Ամեն ինչ կարգին։ Մարիամը բացեց ծրարը, տեսավ փողը, ավելի շատ փող, քան երբեք միասին տեսել էր իր կյանքում։ Արցունքները վերադարձան, բայց այս անգամ դրանք թեթացումից էին։ Շնորհակալ եմ, պարոն։ Շատ շնորհակալ եմ։ Դուք չգիտեք, թե սա ինչքան բան է նշանակում։ Վարդանը ձեռքով արեց, կարծես դա չնչին բան լիներ։ Դա նվազագույնն է, որ կարող եմ անել իմ որդու թոռնուհու համար։ Հիմա գնացեք, բնակարան փնտրեք, տեղավորվեք։ Ես մեկին կուղարկեմ ձեզ հետ կապ հաստատելու հաջորդ շաբաթ, ստուգելու, թե ինչպես են գործերը։ Մարիամը դուրս եկավ այնտեղից, Հելենը գրկին ծրարը պայո։ Ուսակի մեջ թաքցրած, սիրտը ավելի թեթ, քան տարիներ շարունակ եղել էր։ Վերջապես, մտածեց նա, վերջապես ամեն ինչ լավանում է։ Կարենը հպարտ կլիներ, տեսնելով, որ իր հայրը հոգ է տանում այն ընտանիքի մասին, որը նա գաղտնի սիրել էր։ Բայց մինչ Մարիամը վերելակով իջնում էր, մտքում պլանավորելով այն ամենը, ինչ պետք է գներ աներ այդ փողով, Վարդանն արդեն մեկ այլ հանդիպման մեջ էր։ Այս անգամ ավելի զուսպ, առանց պատուհանների սենյակում, սովորական տեսքով մի տղամարդու հետ, որը սպայուսակ էր կրում։ Դե ինչ, Սուրեն, ինչ պարզեցիր։ Քննիչը բացեց պայուսակը, հանեց փաստաթղթերով, լուսանկարներով, զեկույցներով լի թղթապանակ։ Ամեն ինչ ճիշտ է, պարոն Վարդանյան։ Մարիամ Մարտիրոսյան, 24 տարեկան, ծնունդով Աբովյանից։ 16 տարեկանից սկսել է աշխատել որպես մատուցողուհի։ Ձեր որդուն հանդիպել է, երբ նա հաճախում էր համալսարանի մոտ գտնվող սրճարան։ Կան վկաներ, որոնք հաստատում են հարաբերությունները։ Նրանց երկուսի հին լուսանկարները։ Երեխան գրանցված է ձեր որդու անունով։ Հայրությունը հաստատված է թղթի վրա։ Եվ ես արել եմ դնդ։ Ի թեստը մազի թելերով, որոնք դուք ինձ տրամադրել էիք։ Համատեղելիությունը 99% է։ Նա ձեր թոռնուհին է, առանց որե կասկածի։ Վարդանը երկար պահ լուռ մնաց, մարսելով ամեն ինչ։ Հետո գլխով արեց։ Հրաշալի։ Հիմա անցնում ենք երկրորդ փուլին։ Պետք է, որ դու մեկին գտնես։ Մեկին, ով գիտի, թե ինչպես լուծել նուրբ խնդիրներ։ Մեկին, ով կարող է ինձ օգնել հեռացնել այդ կնոջը իմ թոռնուհու կյանքից, առանց կասկածներ հարուցելու։ Սուրենը ճակատը կնճռեց։ Պարոն Վարդանյան, ամբողջ հարգանքով, կինը լավ մայր է թվում։ Բոլորը, ում հետ խոսել եմ, ասել են, որ նա լավ է հոգ տանում երեխայի մասին, որ անում է հնարավորը իր ունեցածով։ Վարդանը ձեռքով հարվածեց սեղանին, ինչից Սուրենը ցատկեց։ Նա աղքատ է, տգետ, անկիրթ։ Իմ թոռնուհին կմեծանա, սխալ խոսելով, մանր մտածելով, առանց որե փառասիրության։ Ես չեմ կարող դա թույլ տալ։ Կարենը սխալ է թույլ տվել, կապվելով նրա հետ, բայց հիմա իմ հերթն է ուղղելու։ Դու կանես այն, ինչ ես խնդրում եմ, թե։ Պետք է ուրիշ մարդ փնտրեմ։ Սուրենը գուլ տվեց, գլխով արեց։ Կանեմ, պարոն։ Ես եկին գիտեմ, ով կարող է օգնել։ Բայց դա թանկ կարժենա։ Փողը խնդիր չէ։ Պարզապես լուծիր։ Եվ այսպես մինչ Մարիամը տոնում էր ծայրամասում վարձած բնակարանում, առաջին անգամ ամիսներ շարունակ լցնելով սառնարանը, նոր հագուստ գնելով Հելենի համար, երազելով ավելի արժանապատիվ ապագայի մասին, Վարդանն արդեն հյուսում էր այն ցանցը, որը նրան կբանտարկեր։ Նա խղճի խայտ չէր զգում։ Համոզել էր ինքն իրեն, որ ճիշտն է անում, պաշտպանելով թոռնուհուն, երաշխավորելով, որ նա մեծանա պատշաճ միջավայրում։ Այն սերը, որ Մարիամը զգում էր դստեր նկատմամբ, աննշան էր այն փայլուն ապագայի դիմաց, որը նա կարող էր առաջարկել։ Ի վերջո, Վարդանը միշտ գիտեր, թե ինչն է լավագույնը բոլորի համար։ Միշտ։ Եվ մինչ Երան քաղաքը շարունակում էր պտտվել դրսում, անտարբեր մարդկային դրամաների նկատմամբ, որոնք ծավալվում էին նրա փողոցներում, շենքերում, Մարիամի Հելենի ճակատագիրն արդեն գրվում էր ստվերներում, ձեռքերով, որոնք երբեք չէին դողում դժվար որոշումներ կայացնելիս, մի մարդու կողմից, որը հավատում էր, որ իշխանությունն ու փողը կարող են գնել ամեն ինչ, նույնիսկ մայր լինելու արժանավորությունը որոշելու իրավունքը։ Հաջորդող շաբաթները ամենաերջանիկն էին, որ Մարիամն ապրել էր Կարենի մահից հետո։
Բնակարանը, որը նա կարողացավ վարձել, գտնվում էր նոր Նորքում, կենտրոնից հեռու, բայց արժանապատիվ, երկու փոքր ննջասենյակով, ֆունկցիոնալ խոհանոցով, նույնիսկ պատշգամբով, որտեղից կարելի էր տեսնել երկնքի մի կտոր հարան շենքերի միջ։ Առաջին անգամ Հելենն ուներ իր սեփական մահճակալը, մաքուր սավաններով, տաք վերմակով։ Մարիամը գնեց նոր կաթսաներ, ափսեներ, բաժակներ, այն ամենը, ինչ անհրաժեշտ է, որ տունը իսկապես տուն լինի։ Եվ նա երջանկությունից լաց եղավ, երբ սառնարանը լցրեց մրգերով, բանջարեղենով, մսով, կաթով, այն ամենով, ինչ անհրաժեշտ է աճող երեխային։ Հելենն այդ շաբաթների ընթացքում ծաղկեց, ինչպես մի բույս, որը վերջապես արջուր է ստանում։ Նրա աչքերն ավելի փայլուն դարձան, այտերը գույն ստացան, նա սկսեց ավելի շատ խոսել, ավելի շատ ծիծաղել, խաղալ այն քիչ խաղալիքներով, որոնք Մարիամը գնել էր հանրախանութից։ Մարիամը աշխատանք գտավ տնից ոչ հեռու գտնվող ռեստորանում, աշխատում էր։ Կեսօրից հետո երեկոյան, մինչդեռ մի բարի հարանուհի հոգ էր տանում Հելենի մասին արդար գնով։ Կյանքը կարծես վերջապես կարգավորվում էր։ Վարդանը երբեմն հայտնվում էր, միշտ նախապես զգուշացնելով։ Նա նվերներ էր բերում Հելենի համար, թանկարժեք խաղալիքներ, որոնք աղջիկը պաշտում էր, բրենդային հագուստ, որը Մարիամը երբեք չէր կարող գնել։ Նա նստում էր համեստ հյուրասենյակում Մարիամի հետ խոսում երեխայի առօրյայի մասին, հարցնում առողջության, սննդի, զարգացման մասին։ Նա թվում էր իսկապես հետաքրքրված, Մարիամը սկսեց հանգստանալ, հավատալ, որ գուցե, միայն գուցե, Վարդանն իսկապես ուզում էր ներկա պապիկ լինել, որ նա հասկանում էր, որ ինքը լավ մայր է, անելով հնարավորը։ Բայց գերեզմանատանը տեղի ունեցած այդ առաջին հանդիպումից 3 ամիս անց ամեն ինչ փոխվեց։ Մարիամն աշխատում էր նոր ռեստորանում, ավելի բարձրակարգ վայրում, կենտրոնում, որտեղ նա մատուցողուհու տեղ էր գտել մի ծանոթի միջոցով։ Աշխատավարձն ավելի լավ էր, թեև ջարները նույնպես, նա ոգորված էր մի փոքր գումար խնայելու, գուցե նույնիսկ ապագայում մասնագիտական դասընթացների գնալու հնարավորությամբ։ Հինգշաբթի երեկո էր, ռեստորանը լիքն էր, Մարիամը վազում էր սեղանից սեղան, հավասարակշռելով ափսեներն ու քաղաքավարի ժպիտները։ Հերթափոխի կեսին մենեջերը նրան կանչեց գրասենյակ։ Նա լուրջ, գրեթե անհարմար արտահայտություն ուներ։ Նրա կողքին մի տղամարդ կար, որին Մարիամը չէր ճանաչում, մուգ կոստյումով, ձեռքին վկայական։ Մարիամ Մարտիրոսյան։ Այո, ես եմ։ Ինչ որ բան է պատահել։ Տղամարդը ներկայացավ որպես քաղաքացիական ոստիկանության քննիչ։ Ասաց, որ հաստատությունում գողության մասին բողոք կա, որ ռեստորանի պահարանը կոտրվել է, զգալի գումար է անհետացել։ Մարիամը զգաց, որ արյունը սառչում է երակներում։ Բայց դա ինչ կապ ունի ինձ հետ։ Ես ոչ մի փողի չեմ դիպել։ Ես միայն սեղաններն եմ սպասարկում։ Քննիչը հայացք փոխանակեց մենեջերի հետ, որը հայացքը փախցրեց, ակնհայտորեն անհարմար զգալով։ Մենք ապացույցներ ունենք, որոնք վկայում են ձեր ներգրավվածության մասին։ Անվտանգության տեսախցիկները ցույց են տալիս ձեզ գրասենյակի մոտ կասկածելի ժամերին։ Եվ մենք գումարը գտել ենք ձեր պահարանում։ Դա սուտ է, բղավեց Մարիամը, ձայնը բարձրացավ։ Ես երբեք այդ գրասենյակ չեմ մտել։ Ես կյանքումս ոչինչ չեմ գողացել։ Բայց երբ բոլորի ներկայությամբ բացեցին նրա պահարանը, այնտեղ մի պայուսակ կար, լի թղթադրամներով, թաքցրած պահեստային համազգեստի տակ։ Մարիամը նայեց այդ գումարին, կարծես ուրվական տեսներ։ Ինչպես էր դա հայտնվել այնտեղ։ Նա երբեք չէր տեսել այդ թղթադրամները, երբեք չէր դիպել այդ պայուսակին։ Դա իմը չէ։ Ինչ որ մեկը դա դրել է այնտեղ։ Խնդրում եմ, դուք պետք է հավատաք ինձ։ Բայց ոչ ոք չհավատաց։ Մյուս աշխատակիցները նրան նայում էին խղճահարության զզվանքի խառնուրդով։ Մենեջերը գլուխը թափահարում էր, հիասթափված։ Քննիչը նրան ձեռնաշղթաներ հագցրեց պրոֆեսիոնալ սառնությամբ դուրս տարավ ռեստորանից, հաճախորդների հետաքրքրասեր հայացքների ներքո։ Մարիամը լաց էր լինում, աղաչում, բայց նրա խոսքերը դատարկության մեջ էին ընկնում։ Բաժանմունքում նրան գրանցեցին, լուսանկարեցին, մատնահետքերը վերցրին։ Գիշերն անցկացրեց սառը կեղտոտ խցում, այլ կանանց հետ, որոնք անտարբերությամբ էին նայում նրան։ Նա չէր կարողանում ադարել մտածել Հելենի մասին։ Ով էր հոգ տանում աղջկա մասին։ Հարանուհին կանհանգստանա, երբ Մարիամը չվերադառնա նրան վերցնելու։ Իսկ եթե մտածեն, որ նա լքել է դստերը։ Իսկ եթե Հելենին տանեն ապաստարան։
Գործով նշանակված հանրային պաշտպանը երիտասարդ, հոգնած տղամարդ էր, սեղանին գործերի կույտեր յուրաքանչյուր հաճախորդի համար քիչ ժամանակ։ Նա կիսատ-պռատ լսեց Մարիամի պատմությունը, արագ նշումներ անելով։ Տեսեք, ապացույցները բավականին հստակ են։ Կան տեսախցիկներ, կա փողը ձեր պահարանում կամ վկաներ։ Լավագույն բանը, որ կարող եք անել, խոստովանելն է գործարք խնդրելը։ Ավելի փոքր պատիժ կստանաք։ Բայց ես դա չեմ արել, պնդեց Մարիամը, հուսահատված։ Ինչ-որ մեկը ինձ թակարդն է գցել։ Խնդրում եմ, դուք պետք է ճիշտ քննեք։ Պաշտպանը հոգոց հանեց, կարծես այս պատմությունը 1000 անգամ լսած լիներ։ Բոլորն են այդպես ասում։ Բայց տեսեք, ես կանեմ այն, ինչ կարող եմ։ Կփորձեմ կասկածի տակ դնել ապացույցները, տեսնել, արդյոք անհամապատասխանություն կա։ Բայց շատ հույսեր մի փայփայեք։ Դատավարությունը տեղի ունեցավ 2 ամիս անց։ Սկզբից մինչ վերջ ֆարս էր։ Տեսախցիկները ցույց էին տալիս Մարիամին, որ քայլում է գրասենյակի մոտ գտնվող միջանցքով, բայց ոչ մի պահ չէին ցույց տալիս, որ նա իրականում մտնում է կամ դիպչում պահարանին։ Սակայն վկաներ հայտնվեցին, աշխատակիցներ, որոնք երդվում էին, որ տեսել են նրան կասկածելի վարք դրսևորելիս, կողքերը նայելիս, նյարդային։ Մարիամը չէր ճանաչում այդ մարդկանց, հազիվ էր խոսել նրանց հետ, բայց ահա նրանք կանգնած էին, մատնացույց անում, ոչնչացնում նրա մնացած հեղինակությունը։ Դատախազը փառասեր էր, պերճախոս, կառուցեց կատարյալ գործ, աղքատ, փողի կարիք ունեցող կնոջ մասին, որն օգտվել էր հնարավորությունից, գողանալու իր տնօրենից։ Խոսեց նրա աղքատության անցյալի, միայնակ դուստր մեծացնելու փաստի, կարիքի մասին, որը մարդկանց մղում է հանցագործությունների։ Հանրային պաշտպանն արեց այն, ինչ կարող էր, բայց նրա խոսքերը թույլ հնչեցին կեղծ ապացույցների լեռան դիմաց։ Երբ դատավորը կայացրեց դատավճիռը, Մարիամը զգաց, որ հատակը բացվում է ոտքերի տակ։ 20 տարվա ազատազրկում փակ ռեժիմով, որակյալ գողության համար։ 20 տարի։ Հե։ Լենը 3 տարեկան էր։ Երբ Մարիամը դուրս գար, եթե դուրս գար, դուստրը չափահաս կին կլիներ։ Նա բղավեց, աղաչեց, բայց անվտանգության աշխատակիցները բռնեցին նրան, դուրս քաշեցին դատարանից։ Հաջորդ շաբաթ Վարդանը Հելենի մշտական խնամակալության հայց ներկայացրեց, պնդելով, որ մայրը բանտարկված է, երեխան կայուն միջավայրի կարիք ունի։ Դատավորը, տեսնելով հարգարժան գործարարի, որն առաջարկում էր հարմարավետ կյանք աղջկա համար, առանց երկար տատանվելու տվեց խնամակալությունը։ Հելենին վերցրին նրան խնամող հարանուհու տնից տարան Վարդանի առանձնատունը, Երանի հարուստ թաղամասերից մեկում։ Աղջիկը օրեր շարունակ լաց էր լինում, մորն էր ուզում, հարցնում, թե երբ է նա վերադառնալու։ Վարդանը մանկական հոգեբանի օգնությամբ, որին նա առատաձեռնորեն վճարում էր, զգուշորեն մի պատմություն կառուցեց։ Մայրիկը հիվանդ է, հատուկ բուժման կարիք ունի հեռու մի տեղում, բայց շատ է սիրում Հելենին, կվերադառնա, երբ լավանա։ Հելենը, ընդամենը 3 տարեկան, հարցեր տալու գործիքներ չուներ, պարզապես ընդունում էր այն, ինչ իրեն ասում էին, նույնիսկ եթե սիրտը ցավում էր մի ձով, որը չէր կարողանում բացատրել։ Առանձնատունը հսկայական էր, լի դատարկ սենյակներով, լուռ միջանցքներով։ Հելենը ստացավ մի սենյակ, որն ավելի մեծ էր, քան այն ամբողջ բնակարանը, որտեղ ապրել էր մոր հետ, հսկայական մահճակալով, գրքերով, խաղալիքներով, լիդարակներով, թանկարժեք հագուստով լի զգեստապահարանով։ Բայց դրանցից ոչ մեկը չէր լցնում այն դատարկությունը, որը նա զգում էր։ Գիշերը նա արթնանում էր լաց լինելով, մորը կանչելով, դայակը, մի բարի, բայց հեռու տիկին, ում անունը Լուսինե էր, գալիս էր նրան մխիթարելու։ Վարդանը փորձում էր ներկա պապիկ լինել, բայց չգիտեր ինչպես։ Չգիտեր խաղալ, չգիտեր հեքիաթներ պատմել, չգիտեր տալ այնպիսի քնքշանք, որի կարիքն ունի փոքր երեխան։ Նա երաշխավորում էր, որ Հելենն ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է նյութական առումով, հաճախի լավագույն բժիշկների, որ սկսի հաճախել լավագույն մասնավոր դպրոցը, հենց որ տարիքը հասնի։ Բայց սեր, այնպիսի անվերապահ սեր, որը տալիս էր Մարիամը, դա նա չգիտեր առաջարկել։ Մինույն ժամանակ, Աբովյանի կանանց քրեակատարողական հիմնարկում Մարիամը ամենօրյա դժոխքի միջով էր անցնում։ Գերբնակեցումը խեղդող էր, 8 հոգու համար նախատեսված խցերում 20 հոգի էր տեղավորված։ Հոտն անտանելի էր, քրտինքի, բորբոսի, էժան ախտահանիչի խառնուրդ։ Բռնությունը մշտական էր, ինչպես կալանավորների միջ, այնպես էլ որոշ պահակների կողմից, որոնք կարծես կորցրել էին մարդկայնության որեն նշույլ։ Մարիամն արագ սովորեց գլուխը կախ պահել, չխառնվել վեճերին, անել այն, ինչ հրամայում էին, առանց հարցեր տալու։ Բայց ամենավատ տանջանքը ֆիզիկական չէր։
դա Հելենի կարոտն էր։ Ամեն օր արթնանալ, իմանալով, որ դուստրը մեծանում է առանց իրեն, որ նա կորցնում է յուրաքանչյուր ժպիտ, յուրաքանչյուր նոր բառ, աղջկա զարգացման յուրաքանչյուր քայլ։ Մարիամը կառչում էր հիշողություններից, ինչպես փրկողակից։ Հելենի մազերի հոտը, սրտանց ծիծաղը, այն ձը, որով նա ասում էր «մայրիկ» բարակ ձայնով։ Խելագարվելուց խուսափելու համար Մարիամը սկսեց նամակներ գրել։ Քրեակատարողական հիմնարկի ծրագրի միջոցով թուղթ գրիչ ձեռք բերեց ամեն շաբաթ գրում էր Հելենին։ Պատմում էր առօրյայի մասին, հեքիաթներ հորինում դստերը զվարճացնելու համար, թղթի եզրերին կենդանիներ նկարում, ասում, թե որքան է սիրում նրան, որքան է կարոտում, որքան է սպասում այն օրվան, երբ կկարողանան նորից գրկախառնվել։ Նամակները հասցեագրում էր Վարդանի առանձնատանը, վստահելով, որ նա դրանք կհանձնի թոռնուհուն։ Բայց նամակները երբեք տեղ չէին հասնում։ Վարդանը հստակ հրահանգներ ուներ, որ քրեակատարողական հիմնարկից եկող բոլոր նամակները պետք է կասեցվեն։ Որոշները նա բացում կարդում էր, զգալով մի ծակոց, որը կարող էր լինել խղճի խայտ, բայց որը նա արագ խեղդում էր։ Մեծ մասը նա պարզապես ոչնչացնում էր, նետելով գրասենյակի թուղթ մանրացնող սարքի մեջ, ջնջելով մոր դստեր միջ կապիս մի փոքրիկ կտոր։ Տարիներն անցնում էին դաժան դանդաղությամբ։ Հելենը մեծացավ, դադարեց լինել փոքրիկ երեխա դարձավ աղջիկ, հետո դեռահաս։ Վարդանը նրան գրանցեց լավագույն դպրոցներում, մասնավոր ուսուցիչներ վարձեց, երաշխավորելու, որ նա ամեն ինչում գերազանցի։ Հելենը խելացի էր, ուսումնասեր, բայց նրա մեջ մի տխրություն կար, որը ոչ մի ակադեմիական հաջողություն չէր կարողանում ջնջել։ Նա մշուշոտ հիշում էր մորը, ավելի շատ որպես զգացողություն, քան որպես իրական մարդ։ Հիշում էր տաք գիրք, ցածրաձայն երգող ձայն, մի սեր, որը ոչինչ չէր պահանջում փոխարենը։ Բայց երբ հարցնում էր մոր մասին, Վարդանը կրկնում էր նույն պատմությունը։ Նա հիվանդ է, բուժում է ստանում, չի կարող այցելուներ ընդունել։ Ժամանակի ընթացքում Հելենը դադարեց հարցնել, ընդունելով, որ իր կյանքի այդ մասը փակ է, անհասանելի։ Կենտրոնացավ ուսման արտադասարանական գործունեության վրա, կառուցելով մի կյանք, որը դրսից կատարյալ էր թվում, նույնիսկ եթե ներսից նա իրեն դատարկ էր զգում։ Բանտում Մարիամը դարձավ օրինակելի կալանավոր։ Աշխատեց քրեակատարողական հիմնարկի գրադարանում, օգնեց այլ կալանավորների սովորել կարդալ գրել, մասնակցեց բոլոր հասանելի սոցիալական վերաինտեգրման ծրագրերին։ Սովորեց օրենքների, իրավունքների, դատավճռի վերանայման գործընթացների մասին։ Ընկերացավ մի փաստաբանի հետ, որը կամավորական դասեր էր տալիս, հուզվել էր նրա պատմությունից։ Փաստաբանը խոստացավ քննել գործը, երբ կարողանա, բայց այնքան շատ այլ գործեր ուներ, այնքան շատ այլ անարդարություններ, փորձելու ուղղել։ Մարիամը շարունակում էր նամակներ գրել Հելենին, նույնիսկ չիմանալով դրանք տեղ հասնում են, թե ոչ։ Դա նրա խելքը պահպանելու, այն հույսը կենդանի պահելու ձն էր, որ մի օր նորից մայր կլինի, ոչ միայն անո ունով, այլ իրականում։ Նա հաշվում էր օրերը, յուրաքանչյուրը նշելով վերամշակված թղթի հակառակ կողմում պատրաստված ինքնաշեն օրացույցի վրա։ 20 տարին հավերժություն էր թվում, բայց նա իրեն խոստանում էր, որ կգոյատի, կվերադառնա, կգտնի դստերը ամեն ինչ կբացատրի։ Եթե դուք լինեիք Մարիամի տեղում, կկարողանայիք պահպանել հույսը ձեր դստերից այսքան տարի բաժանված լինելուց հետո։ Ինչ կանեիք հավատը չկորցնելու համար։ Պատմեք մեզ մեկնաբանություններում։ Մինույն ժամանակ բանտի պատերից դուրս Հելենը գերազանցությամբ ավարտում էր միջնակարգ դպրոցը, ամեն ինչից բացառիկ գնահատականներ ստանալով, ընդունվելով լավագույն համալսարանները։ Վարդանը հպարտ էր, նրա մեջ տեսնում էր կատարյալ ժառանգորդուհուն, որի մասին միշտ երազել էր։ Նա խելացի էր, վճռական, ուներ նույն բնավորությունը, ինչ ինքը, նույն կենտրոնացման կարգապահության ունակությունը։ Նրան գրանցեց բիզնեսի կառավարման ֆակուլտետում, արդեն պլանավորելով այն օրը, երբ նա կստանձնի վարդանյան կայսրության մի մասը։ Բայց Հելենը զգում էր, որ ինչ-որ բան այն չէ։ Չէր կարողանում անվանել, թե ինչն է, բայց նրա մեջ մի դատարկություն կար, որը ոչ մի ձեռքբերում չէր լցնում։ Նա ընկերուհիներ ուներ, բայց ոչ մի խորը ընկերություն։ Մի քանի ընկերներ ուներ, բայց երբեք չէր կարողացել իսկապես տրվել, միշտ իր մի մասը պաշտպանված, փակված էր պահում։ Գիշերը, երբ առանձնատան հսկայական սենյակում մենակ էր, նայում էր առաստաղին, այնպիսի մեծ միայնություն էր զգում, որ ֆիզիկապես ցավում էր։ Վարդանը նկատում էր, բայց չգիտեր, ինչպես օգնել։ Փորձում էր նրան նվիրել մեքենաներ, ճանապարհորդություններ, բրենդային հագուստ, այն ամենը, ինչ փողով կարելի էր գնել։ Բայց այն, ինչի կարիքն ուներ Հելենը, վաճառքի ենթակա չէր։
Նրան պետք էին պատասխաններ, ճշմարտություն, անկեղծ կապ։ Պետք էր հասկանալ, թե ինչու է իրեն այնքան անջատված զգում աշխարհից, այնքան միայնակ, նույնիսկ երբ շրջապատված է մարդկանցով։ 22 տարեկանում արդեն համալսարանի վերջին կուրսում սովորելիս պապի ընկերությունում պրակտիկա անցնելիս Հելենը սկսեց տարօրինակ երազներ տեսնել։ Երազում էր շագանակագույն մազերով, նիհար, տխուր, բայց բարի աչքերով մի կնոջ, որը նրան օրորում էր մի օրորոցային երգում, որը Հելենը չէր ճանաչում, բայց որը ծանոթ էր թվում։ Արթնանում էր արցունքներից թաց այտերով, չհասկանալով, թե որտեղից են գալիս այդ պատկերները։ Մի գիշեր, առանձնատանը կարոր ներդրողների հետ պաշտոնական ընթրիքի ժամանակ, Հելենը պատահաբար լսեց Վարդանի նրա ամենահին գործընկերներից մեկի խոսակցությունը։ Նրանք գրադարանում էին, կարծելով, թե մենակ են, Հելենն անցնում էր միջանցքով, լոգարան գնալու ճանապարհին։ Դու ճիշտ վարվեցիր, Վարդան, ասում էր գործընկերը։ Աղջիկը լավ է, ճիշտ է մեծանում։ Այդ մատուցողուհին երբեք չէր կարողանա այս ամենը տալ նրան։ Գիտեմ, պատասխանեց Վարդանը, ձայնը հոգնած։ Բայց երբեմն մտածում եմ, արդյոք գինը չափազանց բարձր չէր։ Արդյոք պետք է այլ ճանապարհ գտնեի։ Հիմարություն։ Դու պաշտպանեցիր քո թորնուհուն։ Իսկ այդ կինը այնտեղ է, որտեղ արժանի է լինել։ Հելենը կանգ առավ միջանցքի մեջտեղում, սիրտը արագ-արագ բաբախում էր։ Ինչ մատուցողուհի։ Ինչ կին։ Ո՞մ մասին էին նրանք խոսում։ Նա մոտեցավ կիսաբաց դռանը, շունչը պահած։ 20 տարին երկար ժամանակ։ Ցածրաձայն ասաց Վարդանը։ Երբեմն մտածում եմ, արդյոք Հելենը կների ինձ, երբ իմանա։ Նա չի իմանա։ Մեզնից բացի ոչ ոք չգիտի։ Իսկ Սուրենը 5 տարի է, ինչ մահացել է։ Գաղտնիքը տարավ գերեզման։ Հելենը զգաց, որ ոտքերը թուլանում են։ Վերադարձավ սենյակ, առանց նկատվելու, ուղեղը հազար ուղղությամբ պտտվում էր։ Ինչ էր արել պապը։ Ինչ գաղտնիք էր դա։ Ով էր բանտում գտնվող կինը։ Եվ դա ինչ կապ ուներ իր հետ։ Այդ գիշեր Հելենը չկարողացավ քնել։ Մնաց համակարգչի մոտ, փնտրելով, փորձելով հավաքել մի գլուխկոտրուկի կտորներ, որի գոյության մասին նույնիսկ չգիտեր։ Հիշեց այն քիչ անգամները, երբ հարցրել էր մոր մասին, պապի անորոշ պատասխանները, այն զգացողությունը, որ ինչ-որ բան թաքցվում է իրենից։ Առաջին անգամ նա իրեն թույլ տվեց կասկածի տակ դնել այն պատմությունը, որն ընդունել էր ամբողջ կյանքում։ Հաջորդ առավոտ, մինչ Վարդանը կարթնանար, Հելենը գնաց նրա գրասենյակ տանը։ Գիտեր, որ դա անձնական կյանքի ներխուժում է, բայց ինչ-որ բան նրա ներսում պատասխաններ էր պահանջում։ Սկսեց փնտրել դարակներում, արխիվներում, հին թղթապանակներ։ Եվ փակ պահարանի խորքում գտնվող մի տուփի մեջ, որի բանալին նա գտավ գրասեղանի գաղտնի դարակում, գտավ առաջին նամակը։ Ձեռագիրն անկանոն էր, կարծես մի մարդու, որը գրելու շատ փորձ չուներ, բայց բառերը լի էին սիրով։ Իմ սիրելի Հելեն, ասվում էր նամակում, մայրիկը քո մասին մտածում է ամեն օր։ Մայրիկը քեզ սիրում է այս աշխարհում ամեն ինչից շատ։ Մայրիկը կվերադառնա քեզ մոտ, ես խոստանում եմ։ Հելենը կարդաց այդ նամակը, հետո մյուսը։ Տասնյակներ կային, բոլորը հասցեագրված իրեն, բոլորը խոսում էին անվերապահ սիրո, արյունոտ կարոտի, մի կնոջ մասին, որը երբեք չէր հանձնվել մայր լինելուց, նույնիսկ երբ ամեն ինչ դեմ էր նրան։ Արցունքները հոսում էին Հելենի դեմքով, առանց նա նկատեր։ Այդ նամակները իր մորից էին։ Իր մայրը հիվանդ չէր։ Իր մայրը բանտարկված էր։ Եվ պապը գիտեր։ Պապը միշտ իմացել է։ Պապը թաքցրել էր ամեն ինչ իրենից։ Երբ Վարդանը ժամեր անց մտավ գրասենյակ, գտավ Հելենին, նստած հատակին, շրջապատված ցրված նամակներով, դեմքը արցունքներից կարմրած, նա իմացավ, որ իր կառուցած ստերի ամրոցը վերջապես ուզվում է։ Եվ տասնամյակների ընթացքում առաջին անգամ Վարդան Վարդանյանը վախ զգաց։ Վախ կորցնելու իրեն մնացած միակ ընտանիքը, վախ դիմակայելու իր ընտրությունների հետանքներին, վախ խոստովանելու, որ գուցե, միայն գուցե, նա ոչնչացրել էր ամենաթանկ բանը, որ ուներ, փորձելով պաշտպանել այն։ Այդ գրասենյակում տիրող լռությունն այնքան խիտ էր, որ թվում էր ֆիզիկական, մի շոշափելի բան, որը լողում էր Հելենի Վարդանի միջ։ Նա նստած էր փայլեցրած փայտե հատակին, շրջապատված տասնյակ նամակներով, որոնք երբեք չպետք է գտներ, աչքերը կարմրած լաց լինելուց, ձեռքերը դողում էին, երբ պահում էր ժամանակից դեղնած մեկ թերթ։
Վարդանը կանգնած էր դռան մոտ դեռ գիշերանոցով, սովորաբար անխռով դեմքն այժմ նշանավորված էր մի բանով, որը Հելենը երբեք չէր տեսել։ Վախ! Դու ստել ես ինձ, ասաց Հելենը, ձայնը ցածր, բայց ամուր։ Ամբողջ կյանքում դու ստել ես։ Վարդանը մի քայլ առաջ արեց, ձեռքերը բարձրացրած հաշտեցնող ժեստով։ Հելեն, թույլ տուր բացատրեմ։ Դա այն չէ, ինչ դու մտածում ես։ Ես ամեն ինչ արել եմ մտածելով քո մասին, քո բարօրության համար։ Իմ բարօրության, Հելենը ցատկով ոտքի կանգնեց, նամակները թափվեցին նրա ոտքերի շուրջը։ Դու իմ մորը խլեցիր ինձնից։ Դու ինձ ասացիր, որ նա հիվանդ է, որ բուժում է ստանում, իսկ այդ ամբողջ ընթացքում նա բանտում էր։ Գրում էր նամակներ, որոնք դու թաքցնում էիր։ Նա հանցագործ է, փորձեց վիճել Վարդանը, բայց ձայնը դուրս եկավ առանց համոզմունքի։ Նա գողացել է։ Դատապարտվել է։ Իսկ դու դրա հետ ոչ մի կապ չունեիր, Հելենն առաջ շարժվեց դեպի պապը, աչքերը փայլում էին զայրույթից։ Ես լսեցի քեզ երեկ խոսելիս։ Լսեցի, որ ասում էիր, թե ինչ-որ բան ես արել, որ գաղտնիք ունես։ Դու էիր, չէ՞։ Դու թակարդը լարեցիր նրա համար։ Վարդանը զգաց, որ հատակը փախչում է ոտքերի տակից։ 20 տարի նա պահել էր այդ գաղտնիքը փակված, պաշտ, անված, անձեռնմխելի։ Եվ հիմա, ժամերի ընթացքում, ամեն ինչ փլուզվում էր։ Ես պաշտպանել եմ քեզ, ասաց նա, ձայնն ավելի խիստ, ավելի պաշտպանական դառնալով։ Այդ կինը քեզ մեծացնելու պայմաններ չուներ։ Դու ապրում էիր թշվառության մեջ, Հելեն։ Քնում էիր ապաստարաններում, սոված մնում։ Ես քեզ տվեցի արժանապատիվ կյանք, կրթություն, հնարավորություններ։ Այն ամենը, ինչ դու այսօր ունես, իմ շնորհիվ է։ Եվ դու կարծում ես, որ դա արդարացնում է։ Կարծում ես, փողը վճարում է այն ամենի համար, ինչ դու արեցիր, Հելենը մի բուռ նամակ վերցրեց հատակից նետեց նրա ուղղությամբ։ Նա սիրում էր ինձ։ Նա պայքարում էր ինձ համար իր ունեցած քչով։ Իսկ դու ոչնչացրիր նրան, ոչնչացրիր մեզ, ամեն ինչ քո հպարտության, ամեն ինչ վերահսկելու քո կարիքի պատճառով։ Վարդանը սեղմեց բռունցքները, ծնոտը լարված։ Քո հայրը իմ որդին մահացավ, որովհետև ընտրեց երկակի կյանք ապրել, որովհետև կապվեց անպատշաճ մեկի հետ։ Ես թույլ չէի տալու, որ դու նույն սխալները գործես, մեծանաս առանց կարգապահության, առանց փառասիրության։ Հայրս սիրում էր քեզ, բայց թա։ Գցնում էր իր ընտանիքը, որովհետև գիտեր, որ դու երբեք չես ընդունի։ Եվ դու ապացուցեցիր, որ նա ճիշտ էր, Հելենն արդեն բղավում էր, տարիների ճնշված զգացմունքները միանգամից պայթեցին։ Դու հրեշ ես։ Անմեղ կնոջը բանտ ուղարկեցիր, նրա դստերը գողացար, 20 տարի ստեցիր, դեռ կարծում ես, որ ճիշտն ես արել։ Վարդանը նայեց թոռնուհուն, այն ուժեղ վճռական երիտասարդ կնոջը, որին նա օգնել էր ձավորել, առաջին անգամ տեսավ, որ գուցե չափն անցել էր։ Բայց հպարտությունը, այն հպարտությունը, որը նրան ուղեկցել էր միշտ, թույլ չէր տալիս, որ նա բարձրաձայն խոստովանի։ Ինչ ես անելու հիմա, հարցրեց նա, ձայնը սառը։ Ինձ մատնելու ես։ Ինձ բանտ նետելու ես։ Հելենը երկար պահ նայեց նրան, Վարդանը տեսավ արամարանքը թոռնուհու աչքերում։ Դա ավելի շատ ցավեցրեց, քան որ է դատական գործընթաց կարող էր ցավեցնել։ Ես դեռ չգիտեմ, պատասխանեց նա։ Բայց մի բան գիտեմ։ Ես գտնելու եմ իմ մորը։ Գնալու եմ նրա մոտ ներողություն եմ խնդրելու, որ ստի մեջ եմ ապրել, մինչ նա փտում էր բանտում։ Իսկ դու, պապ, դու պետք է ապրես քո արածի հետ։ Միայնակ։ Հելենը դուրս եկավ գրասենյակից, առանց հետ նայելու, բարձրացավ իր սենյակ, հավաքեց անհրաժեշտ իրերով մի ճամպրուկ լքեց առանձնատունը, որտեղ մեծացել էր։ Վարդանը կանգնած մնաց ցրված նամակների մեջտեղում, տասնամյակների ընթացքում առաջին անգամ զգալով մի բան, որը չէր զգացել։ Իսկական միայնություն, այնպիսի միայնություն, որը աշխարհի ոչ մի գումար չի կարող թեթացնել։ Հելենն ուղիղ գնաց հյուրանոց, ժամանակի կարիք ունենալով ամեն ինչ մարսելու, հաջորդ քայլերը որոշելու համար։ Նստեց անանձնական սենյակի մահճակալին սկսեց փնտրել։ Պարզեց, թե որ քրեակատարողական հիմնարկում է մայրը, որքան ժամանակ գործի հանրային մանրամասները։ Կարդաց ամեն ինչ սարսափի տխրության խառնուրդով, տեսնելով, թե որքան արագ է եղել դատապարտումը, ապացույցներն իբր ամուր, բայց առանց որևէ խորը հետաքննության, առանց պատշաճ պաշտպանության։ Հաջորդ օրերին Հելենը փնտրեց դատավճիռների վերանայման գծով մասնագիտացած փաստաբանների։
Գտավ մի փոքր, բայց հարգված գրասենյակ, որը հայտնի էր դժվար գործերի, անապահով հաճախորդների համար պայքարելով։ Պատասխանատու փաստաբանը 50 անց մի կին էր, դոկտոր Անահիտ Սարգսյան անունով, հոգնած, բայց բարի աչքերով սեղանին, գործերի կույտերով։ Երբ Հելենը պատմեց պատմությունը, դոկտոր Անահիտը լսում էր աճող ուշադրությամբ։ Վերջում նա գլուխը թափահարեց. Բարդ գործ է։ Արդեն 20 տարի է անցել։ Շատ կաներ կարող են անհետացած լինել, ապացույցները ոչնչացված։ Բայց անհնար չէ։ Եթե կարողանանք ապացուցել, որ եղել է մանիպուլյացիա, կեղծիք, կարող ենք դատավճռի վերանայում պահանջել։ Ես կվճարեմ այնքան, որքան անհրաժեշտ է, անմիջապես ասաց Հելենը։ Կարևոր չէ, թե որքան կարժենա։ Պարզապես օգնեք ինձ հանել մորս այդ տեղից։ Դոկտոր Անահիտը տխուր ժպտաց։ Խնդիրը փողը չէ, սիրելիս։ Խնդիրն արդարությունն է։ Եվ արդարությունը հաճախ երկար ու դժվար պայքար է։ Բայց ես կփորձեմ։ Մինույն ժամանակ Աբովյանի քրեակատարողական հիմնարկում Մարիամն ապրում էր մեկ օր, նման բոլոր մյուսներին։ Արթնացել էր առավոտյան ժամը 6-ին ազդանշանի սուր ձայնից, արագ լոգանք ընդունել սառը ջրով, կերել անհամ նախաճաշը աղմկոտ ճաշարանում։ Հիմա գրադարանում էր, գրքեր էր դասավորում, օգնում այլ կալանավորների ընթերցանություն ընտրել, փորձում մտքերը զբաղեցնել, որպեսզի չընկղմվի տխրության մեջ։ Նա այժմ 44 տարեկան էր, բայց 60-ի տեսք ուներ։ Մազերը, որոնք ժամանակին փայլուն շագանակագույն էին, ջերմակել խամրել էին։ Դեմքը խորը կնճիռներովն շանավորված, պատմում էր 2 տասնամյակի տառապանքի պատմությունը։ Մարմինը չափազանց նիհար, կրում էր վատ սննդի վատ քնած գիշերների հետքերը։ Բայց աչքերը, աչքերը դեռ փայլում էին, երբ նա մտածում էր Հելենի մասին։ Դեռ պահպանում էին այն սերը, որը ոչ մի բանտ չէր կարող սպանել։ Մարիամն արդեն համակերպվել էր այն մտքի հետ, որ բանտից դուրս կգա, երբ Հելենն արդեն չափահաս լինի, երբ գուցե նույնիսկ չճանաչի իրեն։ Բայց նույնիսկ այդպես, նա հույսը պահպանում էր։ Հույս, որ մի օր կկարողանա բացատրել, ներողություն խնդրել ներկա չլինելու համար, ասել, որ երբեք ոչ մի վայրկյան չի դադարել սիրել նրան։ Օգոստոսի մի սառը առավոտ Մարիամին կանչեցին վարչական բաժին։ Նա տարօրինակ համարեց, քանի որ տեսակցություն նշանակված չուներ, ոչ մի դատական նիստ նախատեսված չէր։ Երբ մտավ սենյակ, տեսավ կոստյումով մի կնոջ, փաստաթղթերով լի թղթապանակով, սիրտը արագ-արագ բաբախեց։ Մարիամ Մարտիրոսյա՞ն, հարցրեց կինը, ստուգելով թղթերը։ Այո, ես եմ։ Իմ անունը Անահիտ Սարգսյան է, ես փաստաբան եմ։ Ինձ վարձել են ձեզ ներկայացնելու ձեր դատավճռի վերանայման հայցով։ Մարիամը դանդաղ նստեց, ոտքերը դողում էին։ Ես չեմ հասկանում։ Ես փաստաբան վարձելու փող չունեմ։ Ես դա փորձել եմ տարիներ առաջ, ոչինչ չստացվեց։ Դուք պետք չէ վճարեք։ Ինչ-որ մեկը դա անում է ձեզ համար։ Դոկտոր Անահիտը տատանվեց, հետո որոշեց, որ Մարիամն իրավունք ունի իմանալու։ Ձեր դուստրը։ Հելենը։ Աշխարհը կանգ առավ Մարիամի համար։ Նա նայում էր փաստաբանին, չկարողանալով մարսել այն, ինչ հենց նոր լսել էր։ Հելենը։ Իր Հելենը։ Իր աղջիկը։ 20 տարվա լռությունից, բացակայությունից, անպատասխան նամակներից հետո Հելենը փորձում էր օգնել իրեն։ Նա գիտի, որ ես գոյություն ունեմ, կարողացավ հարցնել Մարիամը, ձայնը կոտրվելով։ Գիտի։ Եվ շատ է ուզում ճանաչել ձեզ։ Բայց նախ, մենք կաշխատենք ձեզ այստեղից հանելու ուղղությամբ։ Պետք է, որ դուք ինձ ամեն ինչ պատմեք, սկզբից։ Յուրաքանչյուր մանրուք, որ հիշում եք ձեր ձերբակալության օրվա, ռեստորանի, որը տարօրինակ բանի մասին, որ նկատել եք։ Հաջորդ շաբաթների ընթացքում դոկտոր Անահիտն անխոնջ աշխատեց։ Պահանջեց գործի բոլոր արխիվները, վերլուծեց գործընթացի յուրաքանչյուր մանրուք, փնտրեց անհամապատասխանություններ։ Եվ շատ գտավ։ Անվտանգության տեսախցիկների պատկերները տարօրինակ կտրվածքներ ունեին, վատ արված խմբագրումներ, որոնք ժամանակին չէին վիճարկվել։ Վկաները կասկածելի անցյալ ունեին, որոշները պարտքեր, որոնք առեղծվածային կերպով ներվել էին դատավարությունից անմիջապես հետո։ Ինքը ենթադրաբար կոտրված պահարանը հետքեր ուներ, որ այն բացվել է բանալիով, ոչ թե կոտրվել։
Դոկտոր Անահիտը նա պարզեց, որ գործը վարած քննիչը Սուրեն Սանթոս անունով մի տղամարդ հայտնի կապեր ուներ հզոր գործարարների հետ ոչ էթիկական ծովխնդ իրներ լուծելու համբավ։ Նա մահացել էր 5 տարի առաջ կասկածելի հանգամանքներում, ավտովթար, որը շատերը կարծում էին, թե պատվիրված էր մեկի կողմից, ում նա փորձում էր շանտաժի ենթարկել։ Այս ամբողջ տեղեկությամբ դոկտոր Անահիտը դատավճռի վերանայման պաշտոնական հայց ներկայացրեց, պնդելով, որ եղել է լուրջ դատական սխալ, ապացույցների մանիպուլյացիա գնված կեղծ վկայություններ։ Գործընթացը դանդաղ էր, լի բյուրոկրատիայով դիմադրությամբ։ Դատախազները չեն սիրում խոստովանել, որ սխալվել են։ Դատավորները չեն սիրում վերանայել գործընկերների որոշումները։ Բայց դոկտոր Անահիտը չհանձնվեց։ Մինույն ժամանակ Հելենը վերակառուցում էր իր կյանքը Վարդանից հեռու։ Վարձեց մի փոքր, բայց հարմարավետ բնակարան, սկսեց աշխատել մի հկում, որն օգնում էր քրեական համակարգում անարդարության զոհ դարձած կանանց։ Կյանքում առաջին անգամ նա զգում էր, որ անում է մի բան, որն իսկապես կարևոր է, մի բան, որն իմաստ ունի, շահույթը մեծացնելուց, կայսրություններ կառուցելուց բացի։ Բայց մեղքի զգացումը նրան ուտում էր։ Ամեն գիշեր նա մտածում էր բանտարկված մոր մասին, մինչ ինքը մեծանում էր շքեղության մեջ։ Մտածում էր բոլոր ծննդյան օրերի մասին, որոնք Մարիամը կորցրել էր, բոլոր ավարտական երեկոների, բոլոր կարևոր պահերի, որոնք գողացվել էին նրանցից։ Եվ լաց էր լինում, մենակ մթության մեջ, ցանկանալով, որ կարողանար ժամանակը հետ տալ այլ կերպ վարվել։ Նոյեմբերի մի անձրոտ օր դոկտոր Անահիտը զանգահարեց Հելենին այն նորությամբ, որը կփոխեր ամեն ինչ։ «Մենք հաղթեցինք», ասաց նա, ձայնը հուզված։ Դատավորն ընդունեց վերանայման հայցը։ Հիմնվելով նոր ապացույցների հայտնաբերված անկանոնությունների վրա, նա չեղյալ հայտարարեց դատավճիռը։ «Ձեր մայրը վաղն ազատ կարձակվի»։ Հելենը արցունքների մեջ խորտակվեց, թեթացման, ուրախության, նյարդայնության խառնուրդ։ Վաղը վերջապես կճանաչեր մորն իրականում, ոչ միայն հին նամակների մշուշոտ հիշողությունների միջոցով։ Վաղը կկարողանար գրկել նրան, ներողություն խնդրել, սկսել վերակառուցել այն, ինչը ոչնչացվել էր։ Հաջորդ առավոտ Հելենը քրեակատարողական հիմնարկի դիմաց էր նշանակված ժամից 1 ժամ շուտ, քայլում էր այս ու այն կողմ, սիրտը այնքան ուժ եղեր բաբախում, որ թվում էր, թե դուրս կթռչի կրծքից։ Երբ դարպասները վերջապես բացվեցին, մի նիհար, ջերմակ մազերով հին հագուստով կերպար դուրս եկավ, կրելով միայն մի հնամաշ ուսապարկ, Հելենն անմիջապես իմացավ, որ դա նա է։ Մարիամը թարթեց արի լույսի տակ, 20 տարի միայն բանտի մոխրագույնը տեսնելուց հետո։ Շուրջը նայեց, ապա կողմնորոշված, նրա աչքերը հանդիպեցին Հելենի աչքերին։ Երկար պահ նրանք երկուսը պարզապես նայում էին իրար, հատելով այն հեռավորությունը, որը նրանց բաժանում էր ոչ միայն ֆիզիկապես, այլ էմոցիոնալ, ժամանակային առումով։ Հելենն էր, որ արեց առաջին քայլը։ Հետո մյուսը։ Եվ մյուսը։ Մինչ որ վազում էր, Մարիամն էլ էր վազում, նրանք հանդիպեցին ճանապարհի կեսին, գրկախառնվելով մի ուժով, որը կարծես ուզում էր փոխհատուցել 20 տարվա կորցրած գրկախառնությունները։ Մայրիկ, լաց էր լինում Հելենը, դեմքը թաքցրած Մարիամի ուսին։ Ներիր։ Ներիր ամեն ինչի համար։ Ներիր, որ ավելի շուտ չեմ փնտրել։ Ներիր, որ հավատացել եմ ստերին։ Մարիամը պահում էր դստերը, կարծես վախենում էր, որ նա ցանկացած պահի կարող է անհետանալ։ Դու ներողություն խնդրելու ոչինչ չունես, իմ սեր։ Այս ամենում քո մեղքը չկա։ Դու ընդամենը երեխա էիր։ Ես եմ ներողություն խնդրում, որ չկարողացա պաշտպանել քեզ, որ թույլ տվեցի, որ քեզ խլեն ինձնից։ Նրանք մնացին այնտեղ, գրկախառնված, լաց լինելով, մինչ աշխարհը շարունակում էր պտտվել շուրջը։ Դոկտոր Անահիտը հեռվից դիտում էր, նույնպես արցունքոտ աչքերով։ Հենց այսպիսի պահերն էին, որ նրան հիշեցնում էին, թե ինչու էր ընտրել այդ դժվար հաճախ հիասթափեցնող մասնագիտությունը։ Հաջորդ օրերին Հելենն օգնեց Մարիամին հարմարվել ազատ աշխարհին։ Ձեռք բերեց նոր փաստաթղթեր, հագուստ, պարզ բջջային հեռախոս։ Մորը տարավ բժիշկների, ատամնաբույժների, բուժեց առողջական խնդիրները, որոնք անտեսվել էին 2 տասնամյակ։ Եվ նրանք խոսեցին, ժամեր շարունակ խոսեցին, լցնելով դատարկ տարածությունները, ճանաչելով միմյանց։ Մարիամը պատմեց բանտի մասին, թե ինչպես է գոյատել, կենդանի պահելով դստերը վերագտնելու հույսը։ Հելենը պատմեց առանձնատանը մեծանալու, միայնության, այն դատարկության մասին, որը միշտ զգացել էր։ Եվ երկուսն էլ լաց եղան։
Կորցրած ժամանակի համար, բայց նա ժպտացին ապագայի հնարավորությունների համար։ Այն հարցը, թե ինչ անել Վարդանի հետ, կախված էր նրանց վրա մութ ամպի պես։ Դոկտոր Անահիտն ասաց, որ բավարար ապացույցներ կան գործարարին դատի տալու ապացույցների կեղծման, կաշառակերության, իրավական խարդախ միջոցներով առանգման համար։ Նա կարող էր կյանքի մնացած մասն անցկացնել բանտում։ Բայց Մարիամը, բոլորի համար անսպասելի, ասաց, որ վրեժ չի ուզում։ Նա արդեն բանտարկված է, բացատրեց նա Հելենին, երբ նրանք սուրճ էին խմում մի փոքր ռեստորանում։ Բանտարկված իր իսկ դառնության, իր իսկ հպարտության մեջ։ Բանտարկված դատարկ առանձնատանը, առանց ընտանիքի, առանց սիրո։ Դա ավելի վատ է, քան որ է բանտ։ Եթե ես նրան դատի տամ, ես ընդմիշտ կապված կլինեմ այս պատմությանը։ Էլի տարիներ կանցկացնեմ դատարաններում, վերապրելով ցավը։ Ես ուղղակի ուզում եմ առաջ շարժվել։ Ուզում եմ ինձ մնացած ժամանակն ապրել քեզ հետ, իմ դուստր։ Ուզում եմ ճանաչել այն կնոջը, որը դու դարձել ես։ Ուզում եմ նոր հիշողություններ ստեղծել։ Հելենը վերցրեց մոր ձեռքը սեղանի վրայով, ամու սեղմելով։ Համոզված ես։ Նա ոչնչացրեց մեր կյանքը։ Նա արժանի է վճարելու։ Արդեն վճարում է, պատասխանեց Մարիամը մի իմաստությամբ, որը միայն խորը տառապանքն է սովորեցնում։ Իսկ մենք արժանի ենք խաղաղության։ Արժանի ենք երջանկության։ Մենք դրան չենք հասնի, վրեժի հետից ընկնելով։ Այսպիսով որոշվեց։ Վարդանի դեմ քրեական գործ չի լինի։ Բայց Հելենը լիովին խզեց կապերը պապի հետ։ Հրաժարվեց ժառանգությունից, վերադարձրեց նրա տված մեքենան, չեղարկեց կորպորատիվ կրեդիտ քարտը։ Կառուցեց սեփական, անկախ կյանք, հիմնված սեփական արժանինքների վրա։ Վարդանը, իմանալով որոշման մասին, տարօրինակ բան զգաց։ Թեթացում բանտ չգնալու համար, բայց նա սուր ցավ, գիտակցելով, որ Հելենն իսկապես լքել է իրեն։ Փորձեց զանգահարել, հաղորդագրություններ ուղարկել, նույնիսկ մի անգամ հայտնվեց նրա բնակարանի մոտ։ Բայց Հելենը հաստատակամ էր։ Չէր ուզում կապ, չէր ուզում բացատրություններ, նրանից ոչինչ չէր ուզում։ Ձեր գործարարը վերադարձավ դատարկ առանձնատուն, լուր սենյակներ, միայնակ ճաշեր։ Նրա գործընկերները սկսեցին հեռանալ, գիտակցելով, որ նրա ազդեցությունը նվազում է։ Նոր մրցակիցներ հայտնվեցին, ավելի երիտասարդ, ավելի ագրեսիվ, Վարդանն այլևս էներգիա չուներ պայքարելու։ Նրա կայսրությունը սկսեց ճաքչքել, կտոր առ կտոր։ Առողջությունն էլ սկսեց վատանալ։ Բժիշկը ախտորոշեց սրտի խնդիրներ, բարձր ճնշում, շաքարախտի սկիզբ։ Դեղեր նշանակեց, խորհուրդ տվեց փոխել կենսակերպը, առաջարկեց, որ Վարդանն ավելի շատ ժամանակ անցկացնի ընտանիքի հետ, նվազեցնի սթրեսը։ Բայց ո՞ր ընտանիքը։ Վարդանը մենակ էր, չափազանց ուշ էր ուղղելու այն, ինչը կոտրել էր։ Մի գիշեր, մենակ գրասենյակում, որտեղ ամեն ինչ սկսվել էր, Վարդանը բացեց դարակը, որտեղ պահում էր մանուկ Կարենի հին լուսանկարը։ Նայեց այդ ժպտացող դեմքին, այնքան նման Հելենի դեմքին, այնքան նման ծոռնուհուն, որին նա երբեք չէր ճանաչի, որովհետև Հելենը հաստատ թույլ չէր տա, որ նա մոտենա ապագա թոռներին։ Եվ տասնամյակների ընթացքում առաջին անգամ Վարդան Վարդանյանը լաց եղավ։ Լաց եղավ որդու համար, որին կորցրել էր, թոռնուհու համար, որին հեռացրել էր իր կայացրած որոշումների, ստերի վրա կառուցած կայսրության համար, որն այժմ փլուզվում էր, թողնելով միայն մոխիր։ Մինույն ժամանակ Երանի հարավային թաղամասերից մեկի պարզ, բայց սիրով լի բնակարանում Մարիամն ու Հելենը միասին ընթրիք էին պատրաստում, ծիծաղում հիմար կատակների վրա, պլանավորում ապագան։ Մարիամը աշխատանք էր գտել մաքրման ընկերությունում, միակ աշխատանքը, որը կարողացել էր գտնել բանտարկյալի անցյալով, նույնիսկ անարդարացիորեն։ Բայց ընկերության տերը, Գորգ անունով մի մարդ, որը նույնպես անարդարության պատմություն ուներ ընտանիքում, նրան վերաբերվում էր հարգանքով, արժանապատվությամբ։ Հելենը շարունակում էր աշխատել ՀԿ-ում, օգնելով իր մոր նման այլ կանանց, պայքարելով փոխելու մի համակարգ, որը թույլ էր տալիս, որ անմեղները բանտարկվեն, մինչդեռ հարուստ մեղավորները գնում էին իրենց ազատությունը։ Եվ գիշերը մայր ու դուստր նստում էին բազմոցին, հեռուստացույց դիտում, խոսում օրվա մասին, քիչք իջ վերականգնում իրենցից գողացված 20 տարիները։ Դա շքեղ կյանք չէր։ Նրանք չունեին առանձնատներ, ներկրված մեքենաներ, բրենդային հագուստ։ Բայց նրանք ունեին միմյանց։ Ունեին իսկական սեր, այնպիսին, որը գոյատում է բանտերից, ստերից տասնամյակների բաժանումից հետո։ Եվ դա, նրանք միասին հայտնաբերեցին, անսահման ավելի արժեքավոր էր, քան որ է հարստություն։
Հաջորդ ամիսները բերեցին մի առօրյա, որը Մարիամը երբեք չէր կարծում, թե նորից կունենա։ Սովորական, պարզ, ազատ առօրյա։ Արթնանում էր վաղ, սուրճ էր պատրաստում, մինչ Հելենը դեռ քնած էր, պատրաստվում աշխատանքի, հագնելով համեստ, բայց մաքուր հագուստը, որը կարողացել էր գնել առաջին աշխատավարձով։ Դեպի մաքրման ընկերություն ճանապարհը երկար էր, բայց նա դեմ չէր։ Ավտոբուսում անցկացրած յուրաքանչյուր րոպեն, պատուհանից նայելով քաղաքին, որն իրեն արգելված էր եղել այսքան երկար, հիշեցում էր, որ նա կենդանի է, որ երկրորդ հնարավորություն ունի։ Գորգը, ընկերության տերը, 50 անց մի տղամարդ էր, ջերմակ մազերով, բարի ժպիտով, որը լուսավորում էր արից ծանր աշխատանքից կոփված դեմքը։ Նա ինքն աշխատում էր աշխատակիցների հետ միասին, իրեն ոչ wokից բարձր չէր համարում։ Երբ Մարիամը պատմեց իր պատմությունը, սպասելով մերժման կամ կասկածանքի, նա պարզապես տխրությամբ գլուխը թափահարեց։ Քույրս նման բանի միջով է անցել, պատմեց նա։ Նրան անարդարացիորեն մեղադրել էին մի հանցագործության մեջ, որը նա չէր գործել։ 10 տարի պայքարեց իր անունը մաքրելու համար։ Երբ վերջապես հաջողվեց, վնասն արդեն հասցված էր։ Կորցրեց ամուսնո։ Ուն երեխաները հեռացան, առողջությունը քայքայվեց։ Այնպես որ ես հասկանում եմ, Մարիամ։ Հասկանում եմ, թե ինչ է նշանակում կրել մի դատավճիռ, որին արժանի չես։ Գորգն էր, որ Մարիամին տվեց ոչ միայն աշխատանք, այլ արժանապատվություն։ Նրան վերաբերվում էր այնպես, ինչպես բոլոր աշխատակիցներին, հարգանքով, արդարությամբ։ Եվ նա էր, որ մի քանի ամիս անց մի գաղափար ունեցավ, որը նորից կփոխեր Մարիամի Հելենի կյանքի ընթացքը։ Մաքրման ընկերությունը պայմանագիր ուներ կենտրոնում գտնվող մի մեծ արտրային շենքի հետ, որտեղ գործում էին մի քանի տեխնոլոգիական ընկերություններ, խորհրդատվական գրասենյակներ, ստարտափներ։ Նրանց թվում կառավարման խորհրդատվական մի ընկերություն, որն արագ աճում էր։ Ընկերության անունը զուսպ գրված էր 12-րդ հարկի ապակե դռան վրա։ Հելեն Մարտիրոսյան խորհրդատվություն։ Հելենը հիմնադրել էր ընկերությունը մոր հետ վերամիավորվելուց 6 ամիս անց, օգտագործելով հկում աշխատելով խնայած գումարը ձեռներեցներին խրախուսող ծրագրից ստացած փոքր վարկը։ Նա ուզում էր սեփական բան կառուցել, մի բան, որը ոչ մի կապ չուներ Վարդանի կամ Վարդանյան կայսրության հետ։ Ուզում էր ինքն իրեն ապացուցել, որ ունակ է, որ արժեք ունի, բացի այն ազգանունից, որը կրել էր ամբողջ կյանքում։ Ընկերությունը փոքր սկսեց, միայն Հելենը երկու գործընկեր, որոնց ճանաչել էր համալսարանում։ Բայց նրա իրավասությունը, աշխատանքային էթիկան, բարդ խնդիրներ լուծելու ունակությունը շուտով հաճախորդներ գրավեցին։ Մեկ տարուց էլ քիչ ժամանակում նրանք արդեն 15 հոգանոց թիմ ունեին ընկերությունների սպասման ցուցակ, որոնք ցանկանում էին վարձել իրենց ծառայությունները։ Սովորական ստուգման ժամանակ Գորգը նկատեց ազգանունների համընկնումը։ Հելեն Մարտիրոսյան, Մարիամ Մարտիրոսյան։ Դա անսովոր ազգանուն չէր, բայց ինչ-որ բան նրան ստիպեց հարցնել։ Երբ Մարիամը հաստատեց, որ այո, դա իր դուստրն է, Գորգը մի գաղափար ունեցավ։ Ինչու դու այնտեղ չես աշխատում։ Դա միջոց կլինի, որ դուք ավելի շատ ժամանակ անցկացնեք միասին, նույնիսկ աշխատանքային ժամերին։ Մարիամը գունատվեց։ Ես չեմ կարող։ Հելենը լուրջ, պրոֆեսիոնալ ընկերություն ունի։ Ինչպես կթվա, եթե հաճախորդներն իմանան, որ նրա մայրը նախկին բանտարկյալ հավաքարար է։ Գորգը ճակատը կնճռեց։ Առաջինը, հավաքարար լինելու մեջ ոչ մի վատ բան չկա։ Դա ազնիվ անհրաժեշտ աշխատանք է։ Երկրորդը, դուք անարդարացիորեն եք դատապարտվել։ Դուք ոչ մի իրական մեղք չեք կրում։ Եվ երրորդը, վստահ եմ, որ Հելենը ուրախ կլինի ձեզ մոտ ունենալ։ Մարիամը օրեր շարունակ տատանվում էր, բայց վերջապես համաձայնեց։ Երբ Հելենն իմացավ Գորգի զանգի միջոցով, որը թույլտվություն էր խնդրում, ցնծության մեջ էր։ Ոչ միայն համաձայնեց, այլ պնդեց, որ անձամբ ընդունի մորն առաջին օրը։ Սկզբում տարօրինակ էր։ Մարիամը վաղ էր գալիս, հագնելով մաքրման ընկերության համազգեստը, սկսում էր աշխատել, մինչ Հելենի աշխատակիցների մեծ մասը կգար։ Մաքրում էր հանդիպումների սենյակները, լոգարանները, խոհանոցները, փոր։ Ձելով անտեսանելի լինել, ուշադրություն չգրավել։ Բայց Հելենը միշտ միծ գտնում էր անցնելու այն սենյակով, որտեղ մայրն էր, մի քանի խոսք փոխանակելու, մի ժպիտ տալու, որը լուսավորում էր Մարիամի օրը։ Հելենի աշխատակիցները շուտով նկատեցին, որ ղեկավարի այդ լուռ ու նվիրված հավաքարարի մեջ հատուկ մտերմություն կա։ Ոմանք շշնջում էին հետաքրքրված, բայց Հելենը երբեք բացատրություններ չէր տալիս։
Դա իր անձնական հարցն էր, նա կատաղի կերպով պաշտպանում էր մոր գաղտնիությունը։ Հենց այդ սովորական օրերից մեկում ամեն ինչ նորից սկսեց վատանալ։ Մարիամը մաքրում էր հանդիպումների սենյակը, երբ լսեց բարձր ձայներ Հելենի գրասենյակից։ Նա անմիջապես ճանաչեց ձայներից մեկը, նույնիսկ այսքան ժամանակ անց։ Վարդանը։ Դու չես կարող ինձ արգելել տեսնել քեզ, ասում էր նա, ձայնը տարբեր, ավելի թույլ, հոգնած հնչելով։ Ես քո պապն եմ։ Ես իրավունքներ ունեմ։ Դու հրաժարվեցիր ցանկացած իրավունքից, երբ ամբողջ կյանքում ստեցիր ինձ, պատասխանում էր Հելենը հաստատակամ։ Երբ ոչնչացրիր մորս։ Երբ սիրո փոխարեն ընտրեցիր հպարտությունը։ Ես քեզ այստեղ չեմ ուզում։ Ես քեզ իմ կյանքում չեմ ուզում։ Ես հիվանդ եմ, Հելեն, Վարդանն այժմ ավելի ցածր էր խոսում։ Բժիշկներն ասում են, որ շատ ժամանակ չունեմ։ Պարզապես մի հնարավորություն եմ ուզում ներողություն խնդրելու, բացատրելու։ Ես քո ներողությունները չեմ ուզում։ Ես քո բացատրությունները չեմ ուզում։ Ես ուզում եմ, որ դու գնաս։ Մարիամը սառել էր, ձեռքին պահելով մաքրող կտորը, սիրտը արագ-արագ բաբախում էր։ Նրա մի մասը ուզում էր մտնել այնտեղ Վարդանին ասել հենց այն, ինչ մտածում էր նրա մասին, այն ամենը, ինչ նա գողացել էր իրենից, բոլոր այն գիշերները, որ լաց էր եղել մինչ քնելը, մտածելով դստեր մասին։ Բայց մյուս մասը, այն մասը, որը բանտում սովորել էր վերահսկել զգացմունքն։ Երը գոյատելու համար նրան պահեց կանգնած, լուռ։ Հենց այդ պահին Վարդանը դուրս եկավ գրասենյակից, դեմքը կարմրած զայրույթից, հիասթափությունից։ Նա տարբերվում էր այն վեհաշուկ մարդուց, որին Մարիամը ճանաչել էր գերեզմանատանը տարիներ առաջ։ Ավելի նիհար, ավելի կորացած, գունատ մաշկով աչքերի տակ խորը ստվերներով։ Աչքերը, սակայն, դեռ կրում էին այն խստությունը, պարտությունն ընդունելուց հրաժարվելը։ Երբ նա անցավ հանդիպումների սենյակի մոտով տեսավ Մարիամին այնտեղ, կանգնած հավաքարարի համազգեստով, նրանք երկուսը նայեցին իրար։ Դա ժամանակի մեջ կախված մի պահ էր, լի այն ամենով, ինչը չէր կարելի ասել։ Վարդանը բացեց բերանը, կարծես ինչ-որ բան պիտի ասեր, բայց նորից փակեց։ Մարիամը պարզապես նայեց նրան, առանց վախի, առանց զայրույթի, միայն խորը տխրությամբ այն ամենի համար, ինչը կարող էր այլ կերպ լինել։ Վարդանը շարունակեց ճանապարհը, մտնելով վերելակ, առանց հետ նայելու։ Բայց Մարիամը գիտեր, որ դա վերջը չէ։ Նա ճանաչում էր նրա նման մարդկանց, որոնք չեն ընդունում, որ իրենց հակառակվեն, որոնք մինչ վերջին շունչը պայ։ Քարում են վերահսկողության համար։ Եվ նա ճիշտ էր։ Հաջորդ օրերին Վարդանը լուռ արշավ սկսեց, նորից հեռացնելու Մարիամին Հելենի կյանքից։ Զանգահարեց Գորգին, առաջարկելով աներակայելի գումարներ, եթե նա աշխատանքից հեռացնի Մարիամին տեղափոխի ցանկացած այլ վայր, թորնուհու ընկերությունից հեռու։ Գորգը առաջին անգամ քաղաքավարի մերժեց, երկրորդին ավելի վճռական, իսկ երրորդին հեռախոսը անջատեց նրա երեսին։ Այնուհետ Վարդանը փորձեց օգտագործել իր կապերը մարդկանց, որոնք իրեն պարտական էին, որպեսզի ճնշում գործադրեն Գորգի վրա, փակելու մաքրման ընկերությունը։ Բայց նրա կապերն այլս այնքան հավատարիմ չէին, որքան առաջ։ Վարդանյան կայսրությունը թուլանում էր, Վարդանի կասկածելի մեթոդների մասին լուրերը զգուշորեն տարածվել էին կորպորատիվ աշխարհում, ոչ ոք չէր ուզում կապվել անկում ապրող մարդու հետ։ Հուսահատված Վարդանն անձամբ հայտնվեց մաքրման ընկերությունում, փոթորկի պես մտնելով փոքրիկ գրասենյակ, որտեղ Գորգը հաճախորդներ էր ընդունում։ Մարիամն այնտեղ էր, հանձնում էր ավարտված ծառայությունների հաշվետվությունները, գունատ։ 6. Տեսնելով նրան։ Որքան ես ուզում, հարցրեց Վարդանը, չեկերի գրքույկը նետելով Գորգի սեղանին։ Որքան արժե, որ դու այս կնոջը հեռացնես։ Գորգը դանդաղ ոտքի կանգնեց, ծնոտը լարված։ Մարիամն իմ աշխատակիցն է։ Գերազանց աշխատակից։ Եվ նա վաճառքի ենթակա չէ։ Բոլորն իրենց գինն ունեն, պնդեց Վարդանը, ձայնը բարձրանալով։ 100,000? 200,000? Կես միլիոն? Մարիամը մի քայլ առաջ արեց, ձայնը դուրս եկավ ավելի ամուր, քան ինքն էր սպասում։ Կարող եք դադարեցնել։ Դուք չեք կարողանա ինձ նորից հեռացնել Հելենից։ Արդեն մի անգամ փորձել եք, տեսեք, ինչ եղավ։ Դուք կորցրիք նրան։ Կորցրիք ամեն ինչ։ Եվ դա ձեր մեղքն է, ոչ թե իմ։ Վարդանը շրջվեց դեպի նա, աչքերը փայլում էին զայրույթից։ Դու ոչնչացրիր իմ որդուն։ Եթե նա քեզ հետ չկապվեր, դեռ կենդանի կլիներ։
Մարիամը զգաց, որ արցունքները խայթում են աչքերը, բայց թույլ չտվեց, որ թափվեն։ Կարենը սիրում էր ինձ։ Իսկապես սիրում էր։ Եվ սիրում էր Հելենին։ Մենք երջանիկ էինք, նույնիսկ քչով։ Եթե նա մահանար, իմանալով, որ դուստրը լավ կլինի, նա խաղաղ կմ։ Ահա նար։ Բայց դուք երաշխավորեցիք, որ նա նույնիսկ դա չունենա։ Երաշխավորեցիք, որ մենք բաժանվենք, որ ես տառապեմ, որ Հելենը մեծանա առանց մոր։ Դա ձեր մեղքն է, Վարդան։ Միայն ձերը։ Ձեր գործարարը լուռ մնաց, շնչառությունը ծանր։ Մի պահ թվաց, թե նա իսկապես կլսի, կհասկանա։ Բայց հետո հպարտությունը, այդ անիծյալ հպարտությունը, վերադարձավ։ Ես նորից կոչնչացնեմ քեզ, եթե պետք լինի։ Ես մեկ այլ հանցագործություն կհորինեմ, կաշառք կտամ, ում պետք է, ես։ Չեք անի, ընդհատեց գորգը, ձայնը հանգիստ, բայց ամուր։ Որովհետև այս անգամ մենք գիտենք, թե ինչի եք ընդունակ։ Այս անգամ մենք ունենք փաստաբաններ, ունենք ընկերներ, ունենք մարդիկ, որոնք հավատում են մեզ։ Դուք կարող եք փող ունենալ, Վարդան, բայց այլս իշխանություն չունեք։ Ոչ մեր վրա։ Վարդանը նայեց մեկին, հետո մյուսին, առաջին անգամ գիտակցելով, որ իսկապես այլս վերահսկողություն չունի իրավիճակի վրա։ Դուրս եկավ գրասենյակից, սայթաքելով, ավելի ձեր կոտրված, քան երբը։ Հելենն էր, որ տեսավ պապին դուրս գալիս այն շենքից, որտեղ գտնվում էր գորգի ընկերությունը։ Նա անցնում էր այնտեղով, մորը վերցնելու միասին ճաշելու մի ծես, որը նրանք ունեին շաբաթ օրերին։ Երբ տեսավ Վարդանին մեքենա նստելիս հիվանդ պարտված տեսքով, զգաց մի ծակոց, որը կարող էր լինել խղճահարություն, բայց որն արագ փոխարինվեց վճռականությամբ։ Այդ գիշեր Հելենը խոսեց Մարիամի հետ այն ամենի մասին, ինչ տեղի էր ունենում։ Նստած բնակարանի փոքրիկ պատշգամբում, նայելով, թե ինչպես է քաղաքը լուսավորվում գիշերային լույսերով, մայր ու դուստր միասին որոշեցին, որ ժամանակն է վերջակետ դնել այս պատմությանը։ Մենք կգնանք նրա մոտ, ասաց Հելենը։ Մենք պարզ կասենք, որ նրանից ոչինչ չենք ուզում, բայց նա այլս չենք փախչի։ Մենք կնայենք նրա աչքերին, կասենք, որ առաջ ենք շարժվել, նրա հավանությամբ կամ առանց դրա։ Մարիամը համաձայնեց, իմանալով, որ դա անհրաժեշտ է, որպեսզի երկուսն էլ իսկական խաղաղություն ունենան։ Մի քանի օր անց նրանք պայմանավորվեցին հանդիպել Վարդանին Չեզոք վայրում։ Գերեզմանատանը, որտեղ ամեն ինչ սկսվել էր, Կարենի գերեզմանի առջ։ Վարդանը նրանցից մի քանի րոպե ուշ եկավ, դանդաղ քայլելով, հենված մի ձեռնափայտի, որը նախկինում չէր օգտագործում։ Նայեց նրանց երկուսին, այն տեսարանին, որը պետք է գոյություն ունենար ի սկզբանե, մայր ու դուստր միասին, միասնական ուժեղ։ Ես մի բան ասելու եմ եկել, սկսեց Հելենը, ձայնը ամուր։ Եվ դու կլսես։ Մայրս ինձ սիրով է մեծացրել իմ կյանքի առաջին տարիներին։ Դու ինձ շքեղությամբ ես մեծացրել հետո։ Բայց գիտես, որն եմ նախընտրում։ Սերը։ Միշտ սերը։ Որովհետև փողը չի տաքացնում, երբ վախենում ես։ Չի մխիթարում, երբ տխուր ես։ Չի լցնում այն դատարկությունը, որը մնում է, երբ մեծանում ես, չիմանալով, թե ով ես իրականում։ Մարիամը սեղմեց դստեր ձեռքը, ուժ տալով շարունակելու։ Դու փորձեցիր վերահսկել ամեն ինչ, շարունակեց Հելենը։ Փորձեցիր որոշել, թե ով է պատշաճ, ով է արժանի լինել ընտանիքի մաս։ Բայց սերը այդպես չի աշխատում։ Սերը չի հարգում սոցիալական դասերը, ազգանունները, կայսրությունները։ Հայրս դա հասկացավ։ Դրա համար նա երջանիկ էր, նույնիսկ թաքնվելով։ Իսկ դու երբեք չես հասկանա, դրա համար երբեք իսկապես երջանիկ չես եղել։ Վարդանը նայեց որդու գերեզմանին, սառը քարի վրա փորագրված անվանը։ Ես ամեն ինչ սխալ եմ արել, ցածրաձայն ասաց նա, ձայնը կոտրվելով։ Ես գիտեմ։ Կյանքս անցկացրի, կարծելով, թե գիտեմ, թե ինչն է լավագույնը բոլորի համար, բայց միայն ցավ էի պատճառում։ Կարենը փորձեց ինձ ցույց տալ, որ ապրելու այլ ճանապարհ կա, բայց ես չլսեցի։ Եվ հիմա ես մենակ եմ մահանում, դատարկ տանը, առանց որևէ մեկի, ով իսկապես հոգ տանի։ Մարիամը զգաց այն կարեկցանքի ծակոցը, որը միշտ բնորոշում էր նրան, նույնիսկ այն ամենից հետո, ինչ տառապել էր։ Դուք կարող եք դա փոխել, մեղմ ասաց նա։ Կարող եք ընտրել, այստեղ հիմա, տարբեր լինել։ Մենք չենք խնդրում, որ մեր ընկերը լինեք։ Չենք խնդրում, որ մեր կյանքի մասը լինեք։ Բայց մենք ասում ենք, որ դուք կարող եք խաղաղություն ունենալ։
Կարող եք դադարել պայքարել, փորձել վերահսկել, ինքնախարազանվել։ Կարող եք պարզապես բաց թողնել։ Ինչը բաց թողնել։ Զայրույթը, հպարտությունը, միշտ ճիշտ լինելու կարիքը։ Թողնել, որ մենք խաղաղ ապրենք, դուք էլ խաղաղ ապրեք, ձեզ մնացած ժամանակով։ Վարդանը երկար պահ լուռ մնաց, նայելով որդու գերեզմանին։ Հետո, զարմացնելով ինքն իրեն, գլխով արեց. Դուք արժանի եք երջանիկ լինելու։ Արժանի եք ավելիին, քան ես տվել եմ։ Իսկ ես։ Ես չգիտեմ արժանի եմ ներման, բայց կցանկանայի խնդրել, այնուամենայնիվ։ Հելենը հայացք փոխանակեց Մարիամի հետ։ Մայրը գրեթե աննկատ գլխով արեց։ Մենք չենք ասի, որ ամեն ինչ կարգին է, ասաց Հելենը։ Որովհետ այդպես չէ։ Դուք սարսափելի բաներ եք արել, ցավ եք պատճառել, որը տարիներ կպահանջվի ամբողջությամբ բուժելու համար։ Բայց մենք պատրաստ ենք առաջ շարժվել առանց դառնության։ Սա ամենամոտն է ներմանը, որը կարող ենք առաջարկել հիմա։ Վարդանը գլխով արեց, որ հասկանում է։ Դա այն հաշտությունը չէր, որը գուցե գաղտնի ցանկանում էր, բայց դա ավելին էր, քան արժանի էր։ Եվ տասնամյակների ընթացքում առաջին անգամ նա զգաց, որ մի ծանրություն հանվեց ուսերից։ Նրանք հենց այնտեղ հրաժեշտ տվեցին, յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով։ Վարդանը վերադարձավ դատարկ առանձնատուն, բայց մի փոքր ավելի քիչ ծանրությամբ խղճի վրա։ Մարիամն ու Հելենը գնացին պարզ, բայց կյանքով լի բնակարան, իմանալով, որ վերջապես ազատ են անցյալից։ Հաջորդ ամիսներին նրանց երկուսի կյանքը ծաղկեց։ Հելենի ընկերությունը շարունակեց աճել, ոչ թե որովհետ հզոր կապեր կամ սահման փող ուներ, այլ որովհետ լավն էր, էթիկական, իրավասու։ Մարիամը գորգի ընկերությունում առաջխաղացում ստացավ, դառնալով թիմի ղեկավար, շահելով բոլորի հարգանքը նվիրվածության այն սիրով, որով վերաբերվում էր աշխատանքին մարդկանց։ Նրանք նոր ծեսեր ստեղծեցին։ Կիրակնօրյա ճաշեր, շաբաթ օրերին զբոսանքներ այգում, տանը կինոդիտման երեկոներ, դիտելով հին ֆիլմեր։ Հելենը մորը ներկայացրեց ընկերներին, աշխատանքի գործընկերներին, առանց ամոթի, հպարտությամբ։ Մարիամը ծանոթացավ Հելենի ընկերոջ հետ, մի պարզ բարի տղայի, որն աշխատում էր որպես ուսուցիչ, իր օրհնությունը տվեց հարաբերություններին։ Եվ ամեն ամիս, երրորդ հինգշաբթի, նրանք երկուսով գնում էին գերեզմանատուն, այցելելու Կարենին։ Ծաղիկներ էին տանում, մաքրում տապանակարը, խոսում նրա հետ նորությունների մասին։ Պատմում էին այն կյանքի մասին, որը կառուցում էին, ապագայի պլանների, այն մասին, թե ինչպես են հարգում այն սերը, որը նա ունեցել էր իրենց նկատմամբ, չնայած բոլոր դժվարություններին։ Վարդանը մահացավ գերեզմանատանը տեղի ունեցած այդ հանդիպումից 2 տարի անց։ Բժիշկների ախտորոշած սրտի հիվանդությունը վերջապես հաղթեց։ Նա մենակ էր, երբ հեռացավ մասնավոր հիվանդանոցի սենյակում, առանց որևէ մեկի, որը կպահեր նրա ձեռքը։ Հուղարկավորությունը մարդաշատ էր պարտականությունից ելնելով, լի գործարարներով, գործընկերներով, որոնք կա էին ավելի շատ արտաքին տեսքի, քան անկեղծ սիրո համար։ Հելենն ու Մարիամը գնացին հուղարկավորությանը, բայց մնացին հետում, հեռվից դիտելով։ Նրանք ուրախություն չէին զգում նրա մահվան համար, բայց նա խորը տխրություն չէին զգում։ Զգում էին միայն մի շրջանի փակում, ստերով վերահսկողությամբ նշանավորված մի դարաշրջանի ավարտ։ Երբ բոլորը հեռացան, գերեզմանատունը դատարկվեց, նրանք մոտեցան Վարդանի գերեզմանին, հենց Կարենի գերեզմանի կողքին։ Հելենը միակ ծաղիկը թողեց դեռ թարմ հողի վրա։ Հուսով եմ, խաղաղություն ես գտել, ցածրաձայն ասաց նա։ Հուսով եմ, վերագտել ես հորս, որ վերջապես իսկապես խոսել եք։ Մարիամը ձեռքը դրեց դստեր ուսին։ Գնացինք։ Մեր տեղն այլս այստեղ չէ, անցյալին նայելով։ Մեր տեղը դրսում է, ներկան ապրելով, ապագան կառուցելով։ Եվ այսպես նրանք ձեռք ձեռքի տված դուրս եկան գերեզմանատնից, մի երկնքի տակ, որը սկսում էր պարզվել անպամած առավոտից հետո։ Նրանց պատմությունը կատարյալ ավարտների կամ հեքիաթների մասին չէր։ Դա գոյատման, դիմակայունության, սիրո պատմություն էր, որը պահպանվում է, նույնիսկ ամեն ինչ դեմ է։ Դա երկրորդ հնարավորությունների, առանց մոռանալու ներման, լույսն ընտրելու պատմություն էր, նույնիսկ այդքան երկար մթության մեջ ապրելուց հետո։ Մարիամը երբեք չվերականգնեց բանտում կորցրած 20 տարիները։ Երբեք չտեսավ Հելենին առաջին քայլերն անելիս, առաջին բառերն ասելիս, առաջին ձեռքբերումներն ունենալիս։ Բայց ստացավ մի բան, որն անցյալն այլս չէր կարող խլել։ Ապագա դստեր կողքին։
Եվ դա, նա հայտնաբերեց, բավարար էր։ Ավելի քան բավարար։ Դա ամեն ինչ էր։ Հելենը ընդմիշտ կկրեր առանց մոր մեծանալու, տարիներ շարունակ ստի մեջ ապրելու սպին։ Բայց նա կրում էր նրա ուժը, ով դիմակայել էր ճշմարտությանը ընտրել վերակառուցել, ոչնչացվելու փոխարեն։ Սովորեց, որ ընտանիքը չի սահմանվում արյունով կամ ազգանուններով, այլ սիրով, ներկայությամբ, միասին լինելու ամենօրյա ընտրությամբ։ Եվ Երանի հարավային թաղամասերից մեկի պարզ բնակարանում, մինչ քաղաքը շարունակում էր պտտվել դրսում իր միլիոնավոր անհատական պատմություններով, մայր ու դուստր ընթրիք էին պատրաստում, խոսելով օրվա մասին, ծիծաղելով հիմարությունների վրա, պլանավորելով հաջորդ արձակուրդները։ Նրանք շատ բան չունեին, բայց ունեին էականը։ Ունեին միմյանց։ Եվ վերջում, միայն դա էր, որ իսկապես կարևոր էր։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարիամի Հելենի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ 20 տարվա բաժանման, անարդարության սիրո այս ճանապարհորդությունը, որը պահպանվեց չնայած ամեն ինչին, մեզ ցույց է տալիս, որ աշխարհի ոչ մի հարստութ յուն չի կարող փոխարինել իսկական քնքշանքին, որ ոչ մի կայսրություն չի դիմանում, երբ կառուցված է ստերի վրա։ Եթե դուք հուզվեցիք այս պատմությունից, ցեղմեք հավանելու կոճակը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Դուք կկարողանայիք ներել, ինչպես Մարիամն ու Հելենը արեցին։ Ինչպես կվարվեիք սիրելի մարդուց 20 տարվա բաժանման հետ։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի լարված պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, որոնք մեզ ստիպում են մտածել մեր սեփական ընտրությունների, այն մասին, թե ինչն է իսկապես կարևոր կյանքում։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանս մեկ պատմությամբ, որը կխառնի ձեր զգացմունքները, կստիպի ձեզ հավատալ, որ նույնիսկ ամենադժվար իրավիճակներում սերն ու ճշմարտությունը միշտ ճանապարհ են գտնում։